ինստիտուտ հավարտելուց հետո ստանալով բավականին լավ դիպլոմ ու լավ մասնագետ լինելով այդ ժամանակ խնդիր ունեի գործ գտնելու։ Դու մի ստարտափում հաջողել ես, իննում չես հաջողել։ Բիզնեսից հասկանում էի, ստարտափներից չէի հասկանում։ Բայց արդեն մի $10 միլիոն անցել եք, չէ՞։ Երկու համարժեք կազմակերպությունից ընտրելուց դու չգիտես, որ մեկին ընտրես։ Եվ ընտրում ես այնա, որին ավելի ճանաչելիություն կա։ Դու իմ ճանաչած միակ մարդն ես, որ գովում ես TikTok սոցիալական ցանցը։ Եթե դուք կարող եք գնացեք եւ լավ որակի կոնտենտ սարքեք եւ տեղադրեք TikTok-ում։ Սևանի ճանապարհին կա մի հատ ռեստորան, որտեղ ամառ ձմեռ, երբ որ մենք անցնում ենք, միշտ լիքը հաճախորդ կա, լիքը։ Եթե ինչ-որ մեկը մարքեթինգ չի անում, դրա մասին բոլորը խոսում են, դա իդեալական մարքեթինգ է, երբ որ մարդը խորհուրդ է տալի մարդուն, դա ավելի լավ աշխատում, քան թե գովազդը։ Ցանկացած գնով հասնելու մի բան է, թե կա գին, որը չի կարելի վճարել հաջողության համար։ Դե պետք է հասկանանք ինչի համար եք դանում այդ հաջողությունը։ Ողջույն բոլորին, այսօր մենք նկարում ենք Կապիտալիստ պոդքասթի հաջորդ թողարկումը եւ մենք ունենք շատ հետաքրքիր հյուր, ով մի կողմից շատ բազմակողմանի զարգացած է եւ որպես անձ, եւ մյուս կողմից շատ բազմապրոֆիլ գործունեություն է իրականացնում բիզնեսում, սկսած ներդրումներից, վերջացրած դասավանդելով իր գիտելիքը, փորձը փոխանակելով, եւ այսօր իմ հյուրն է գործարար, ներդրող եւ կապիտալիստ Ղրեմ Դարփինյանը։ Ղրեմ ջան, բարով ես եկել։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու եւ մասնակցելու այս ոդքասթին, հետաքրքիր։ Հույս ունենամ հետաքրքիր զրույց կունենանք այսօր։ Շատ։ Եվ մինչև բուն դիալոգին անցնելը ես ուզում եմ հիշատակեմ մեր գործընկերներին, քանի որ Կլուբ Կապիտալը ինքը նաև գործընկերության մասին է եւ մեր ակումբի ներսում բազմաթիվ գործընկերություններ կան։ Այս ոդքասթի շրջանակներում մենք համագործակցում ենք Spin Production-ի հետ, որի հարկի տակ նկարում ենք մեր ոդքասթները, եւ մեր հաջորդ գործընկերը Փարվանյան Consulting ընկերությունն է, որի հիմնադիրը Մհեր Փարվանյանը նույնպես մեր ակումբից է։ Ընկերությունը մասնագիտացած է կառավարչական հաշվառման եւ ֆինանսական հաշվառման ծառայությունների մեջ, ունի պրոֆեսիոնալ թիմ, որը ամբողջությամբ վերցնում է ընկերության ֆինանսական կառավարումը եւ մի կողմից շատ էֆեկտիվ է կազմակերպում այդ կառավարումը եւ մյուս կողմից էլ ընկերությանը պատրաստում է հարկային ստուգման, եթե ընկերությունը ունի բյուջեի ստուգում տվյալ ժամանակահատվածում։ Եվ եթե ունեք նման ծառայությունների կարիք, եթե ունեք պրոֆեսիոնալ հաշվապահների, ֆինանսիստների, իրավաբանների թիմի կարիք, ստավորեն կարող եք դիմել Մհերին Փարվանյան եւ Փարվանյան Consulting ընկերությանը։ Վերադարձանք մեր դիալոգին։ Ղրեմ ջան, դու այնքան շատ ուղղություններով ես զբաղված, որ այսօր ինձ մեծ մարտահրավեր կա, այս իմաստով, որ հնարավորինս բազմակողմանի լինի մեր դիալոգը։ Դու զբաղվում ես ինֆլուենսեր մարքեթինգից մինչև ներդրումներով, ստարտափներից մինչև տեխնոլոգիական բիզնեսով։ Բոլոր կարևոր ստարտափ իվենտների ժամանակ հիմնականում նաև ժյուրի ես լինում ու քո գնահատականն ես տալի նոր սկսող բիզնեսմեններին, այսինքն շատ մեծ է քո գործունեությունը, որպեսզի մենք կողմնորոշվենք, հասկանանք որ ուղղությամբ մեր դիալոգը տանենք, կուզենամ իմանանք ինչից ես դու սկսել։ Ստարտը երբ ա եղել, ոնց ա եղել, երևի կրթությունդ։ Կրթությունից ավարտել եմ տնտեսագիտական, Ռուսաստանում եմ ավարտել։ Մի հատ տենց հետաքրքիր ֆակտ էլի, վերջի տարիներին աշխատելով արտասահմանյան գործընկերների հետ չեմ էլ նշում ինչ կրթություն եմ ստացել, որովհետև իմ համալսարանը հիմա վերանվանվել է եւ կոչվում է Финансовая академия при правительстве Российской Федерации ու Ռախիսնա դա, թե? Չէ, Ռայն, չգիտեմ ոնց հավասարանում, բայց այտենց է իր ամբողջ անունը։ Ու ցանկացած արտասահմանցու մոտ, որ հիմա ոնց որ դա նշում ես, որ որտեղ ես ավարտել, ոնց է ինստիտուտի անունը, մի քիչ այտենց թարս եմ վրա նայում при правительстве Российской Федерации, բայց ինքը այտենց ոչ մի պետական բաներ հետ կապ չի ունեցել, բայց տնտեսագետ եմ ու հետաքրքիր է, որ երևի շատերը չգիտեմ, բայց ես անտիկրիզիսնի մենեջեր եմ, մասնագետ, այսինքն ես հակա տենց կրիզիսի գործունեությամբ եմ զբաղվում կազմակերպություններում, որով երկար տարիներով զբաղվել եմ, այսինքն բիզնեսները, որոնք ունեն խնդիրներ, դիմում էին ինձ, ասում են, այս խնդիրն ունենք, ոնց որ ես գալիս եմ, քանդում եմ բիզնեսը կտորների, հասկանում եմ որտեղ է խնդիրները, սկսում ենք հետ հավաքել եւ լավացնել բիզնես պրոցեսները։
Okay, Սկսած եկամուտներից, վերջացրած արդեն բիզնես Business model, process-ներից եւ թե վաճառքից եւ ամեն ինչից, էլի։ Այն մասնագիտականը սա, որով ես տենց սկսել եմ կարելի ասել։ Բուից հետո ինչ ես արել, ինչով ես զբաղվել։ Շատ հետաքրքիր բան, ես փոքր ժամանակից տեղափոխվել ենք ընտանիքով Ռուսաստան, դպրոց եմ ավարտել, ինստիտուտ ավարտել եմ Ռուսաստանում, բայց տես թղթաբանական խնդիրներ, տենց ասած վերջնական չէր թղթաբանությունը եւ ինստիտուտ ավարտելուց հետո ստանալով բավականին լավ դիպլոմ ու լավ մասնագետ լինելով այդ ժամանակ, խնդիր ունեի գործ գտնելու։ Այդ որ թիվն էր։ 2000-ականների սկզբերը ու հետաքրքիր էր, որ գնում էի ինտերվյուները անցնում էի բոլոր ցանկացած կազմակերպությունում, շատ լավ, շատ գոհ էին լինում, հետո հասնում էր, որ պետքա գնայի այդեն թղթաբանությունը, որ գործի ընդունեին, նայում են, հայ ես, այս թուղթը պակաս, այս գրանցումը չունես, սա չունես, նա չունես, ու վերջում գործի չէին ընդունում, ու շատ բավականին խնդիրներ ունեի դրա հետ կապված։ Հետո տենց ստացվեց, որ ինչ որ տենց միջոցառման էինք, ինչ որ տարբեր հայեր կային ուրիշ, ծանոթ մարդիկ կային ու հայրս էլ էր այնտեղ։ Մեր ինչ որ տենց ուրիշ գործարարի հետ ծանոթացավ հայ, ասաց կարող է ձեր մոտ գործ լինի, ասաց տենց խելոք տղա է, հա, տենց բաներ էլ եմ, էլի տենց հայկական, որ փորձում է բանանես։ Մարդն ասաց, դե հիմա մեր մոտ բաց բաներ չունենք, օփենինգներ չունենք, միակ գործը ինչ ունենք, երևի բանն է, առաքիչն է։ Ֆրանց ասաց առաքիչ կաշխատես, ասացի հա։ Ու ստանալով բարձրագույն կրթություն լինելով շատ ուժեղ ֆինանսների մասնագետ, գնացել աշխատել եմ առաքիչ, որովհետև ոչ միտեղ ուրիշ պրոստը չէր ստացվում գործի անցնել։ Մի քանի ամիս առաքիչ աշխատելուց հետո հասկացա բիզնես process-ը ոնց է աշխատում այդ մեր առաքիչների։ Ինչ էր, ինչ կամպանիա էր։ Լոգիստիկայով էին զբաղվում մեծ մասամբ, հա, տենց ներքին լոգիստիկա, այսինքն ներքին եւ Ռուսաստանից դրսից լոգիստիկա ապրանքներ բերել։ Հասկացա բիզնես process-ները ոնց է կատարվում, գնացի իմ ղեկավարի մոտ, ասացի, ստեղ բաց թողումներ եմ տեսնում, դե իմ մասնագիտականս է, դա հասկանում եմ։ Ասացի, այստեղ կարելի է օպտիմիզացիա անել, ստեղ կարելի է էսի լավացնել, սենց անել։ Ասես դու ես առաքիչ աշխատում տղա ջան, արի ստեղ, դու դարի առաքիչների գլխավորը։ Դու օֆիսում նստի, իրանց ասա թե ինչ անեն։ Այտենց մի քանի ամիս անցավ, նորից էլի սկսեցի բիզնես process-ներ նայել ընդհանուր կազմակերպությունում։ Նորից էլի նորարարություններ հասկացա ինչ կարելի անել, հետո գնացի լոգիստիկայի սերտիֆիկատ ստացա, ես ինքս ինձ սովորելով։ Հետո տենց ստացվեց, որ մի հատ օրենք փոխվեց Ռուսաստանում, ստացվեց, որ ես այդ լոգիստիկայի սերտիֆիկատ ունեի, կազմակերպությունը ոչ մեկ չուներ, ես դառա միակ մասնագետը, որ կարող է այդ գործունեությունը անի։ Ես ստացվեց, որ մենակ ես կարող եմ գնալ եւ Մաքսայինի հետ հարցեր լուծել, երբ որ հարցալում, հետեւ ես այդ սերտիֆիկատն ունեմ։ Ու տենց ոնց որ մի քանի տարվա ընթացքում առաքիչից ես դառա համարյա կազմակերպությունում երրորդ մարդը, որը զբաղվում էր լոգիստիկայի բոլոր հարցերով։ Դրանից հետո տենց ստացվեց տարբեր բաներով, որ գնացի ԱՄՆ, եւ էլի նույն խնդիրներին առնչվեցի, որ լավ մասնագետ լինելով, լավ բան լինելով, ԱՄՆ-ում էլի ոնց որ գործ չես կարող եմ չանես։ Լեզու գիտեի, հա, անգլերեն։ Լեզու գիտեի, այնքան շատ լավ պրոֆեսիոնալ բանի չէր, ոնց որ մասնագիտական շատ լավ խոսայի, բայց անգլերեն գիտեի։ Ու էլի շատ ծիծաղալու էր, որ տենց էլի ծանոթներով առաջարկ ստացա, ասացին առաքիչ կաշխատես։ Ասացի խնդիր չկա։ Ստոմսի քանիսն էիր ծնվել։ Ես հունվարի 18-ին։ 18-ին, օքեյ։ Հա։ Ու ոնց որ մեկնելով ԱՄՆ նորից սկսել եմ, էլ կարելի ասել, տենց զրոյական կետից, նույնը տենց ու տենց հետաքրքիր հաճելի էր այդ նորից սկսելը, ու տենց գնալով էլի սկսել եմ աճել, էլի կազմակերպությունում ընդունվել եմ ինչ որ մի հատ փոքր փոքր չէր կազմակերպությունը, ես փոքր պաշտոնի ընդունվեցի որպես վեբ դիզայներ, вообще ուրիշ բանով, եւ ասենք այդ կազմակերպությունից դուրս գալով, ասենք ֆինանսական հարցերը ես էի կառավարում, ու կազմակերպությունը բոլորը զարմանում են, թե ոնց այս տղան եկել է որպես վեբ դիզայներ, վեբ դիվելոպեր, բայց ավարտումը արդեն ոնց որ դուրս գալուց արդեն այս ֆինանսовի հարցերով է զբաղվում, էլի։ Այդ ինչ ոնց սկսել եմ, էլի ճանապարհս։ Բիզնեսը, առաջի բիզնեսը որն ա եղել, որտեղ։ Հետո երկար տարիներ հասկանալով, որ ես ոնց որ լավ հասկանում եմ բիզնեսները, սկսեցի բիզնեսին խորհրդատվություններ տալ, եւ դրանով արդեն ԱՄՆ-ում էր արդեն, հա, ոնց որ բիզնեսներին խորհրդատվություններ տալի, օգնում է բիզնեսներին աճեն զարգանան։
հետո դրանից հետո մի քիչ ֆինանսական տենց կրթված լինելով որոշեցի, որ ինչ պրինցիպով եմ ուզում իմ աշխատած գումարները ներդնեմ, եւ ուղղություններից մեկը, որի համար որոշեցի, դա ստարտափների մեջ ներդրում անելն էր։ Արդեն կապիտալ ունեիր, հա, ստացվում է։ Հենց այդ էր խնդիրը, որ կապիտալ չունեի։ Հա։ Բայց հասկացա, որ մի հատ sense པարզ խնդիր իմ առաջ եկավ, որ ինչքան շատ էի աշխատում, այդքան շատ ծախսում էի։ Որ պետք է մեխանիզմ մտածել, ոնց անել, որ փող հետ գցես։ Ահա։ Մի հատ տենց հետաքրքիր բանի եկա, որ եթե օրինակ համար աշխատում էի $100, որոշեցի, որ այդ $100-ից 3 հատ կտոր պետքա բաժանեմ, ասենք 1-1-1%, 3% մի կողմ պետքա դնեմ։ Առաջի 1%-ը սկսեցի մի կողմ դնել որպես cash, այսինքն որպես փող, բանկի հաշվի վրա կամ, չգիտեմ, բարձի տակ։ Երկրորդ մի տոկոսը սկսեցի ներդնել ստարտափների մեջ, այսինքն նշոր մի անգամից այդ $1 ներդնում էի, բայց հավաքում էի այն պրինցիպով, որ դա գնալու է ներդրումային ֆոնդին։ Եվ երրորդ մի տոկոսը դնում էի, որ ես սկսեմ իմ բիզնեսը։ Հա, ինչի համար ինքնից մի տոկոս է, թե մի միավոր։ Սկսեցի, որ մի տոկոսից։ Հա։ Իսկական $1 էիր դնում, 100-ից $1։ Այո, 100-ից $1 գնում էր առաջին, $1 երկրորդ, $1 երրորդը։ Ինչի համար $1 հեշտ էր $3, 3% քո աշխատած գումարից մի կողմ դնել։ Մի քանի ամիս, որ արդեն տենց հասկացա, որ դա արդեն իմ մոտ ստացվում է, արդեն տենց ասած habit-ա դարել, սկսեցի այդ մի տոկոսը սարքել 2%։ Հետո 3%, 4%, որովհետև միանգամից եթե ուզենայի շատ մի կողմ դնել, շատ դժվար կլիներ փոկել իմ առօրյա բիզնեսից կյանքից, հա։ Այդ մի տոկոսը վերջում իմ մոտ դարել էր 30%, 10-10-10։ Հա, հասկացա։ Այսինքն այդ մեկից ես սկսեցի բարձրացնել մինչև 10%։ Okay։ Եվ նես դառա, որ իմ ցանկացած արդեն եկամուտի 30%-ը, համարյա 1/3-ը գնում էր ինչ-որ տարբեր բաների մեջ։ Ինչն էր դրա կարևորությունը։ Առաջի ֆոնդը, որը գնում էր փող, այդտեղ դրած էր հստակ խնդիր։ Այդ մեխանիզմը չգիտեմ, կամ ես եմ հորինե կամ այնտեղ կարդացել եմ, չեմ արդեն հիշում, բայց ուրիշտեղ չեմ հանդիպել մինչև հիմա։ Առաջի, տենց ասած, կապիլկայի իմաստն էր, որ հավաքեի բավական չափ շատ գումար, որ ինձ թույլ կտալ մի տարի չաշխատել։ Այսինքն իր լիմիտը դրած էր։ Ես հիմա սովորում եմ, իդեպ ձեզ եմ խորհուրդ տալիս, սիրելի հետաքրքիր մի հատ ֆորմատ է, շատ կայֆ է, հետո։ Այսինքն առաջի կապիլկայի մեջ գնացող գումարը պետք է լիներ այնքան, որ ինձ թույլ էր տալ այն 70%-ը, որով ես հիմա ծախսում եմ, նույնչափ համապատասխան ես կարողանամ մի տարի ոչ մի բան չանեմ, բայց ես այդ գումարը կունենամ, որ ես կարող եմ օգտագործել։ Ինչի համար էր դա կարևոր, որովհետև երրորդը, որ ասում եմ, որ ես մի կողմ էի դնում իմ բիզնեսը սկսելու համար, որովհետև ասում եմ, այս գումարով ես սկսելու իմ բիզնեսը, որ ես մի տարի չմտածեմ նրա մասին, որ ես պիտի փող աշխատեմ իմ բիզնեսով։ Եվ ես հանգիստ կարողանամ բիզնեսով զբաղվեմ, բայց այնտեղ էլ ունեմ այն առաջինը, որով ես կկարողանամ այդ մի տարին ապրել առանց մտածելու, որ վայ փող է պետք, վայ պիտի շեղվեմ, հա։ Այսինքն երկրորդն էլ դա ներդրումային process-ն էր, այսինքն այդ երկրորդ գումարը գնում էր տարբեր ներդրումների մեջ։ Եվ այդ ժամանակ մտածում եմ, լավ, որտե կարելի է ներդրնել։ Ստարտափ էկո համակարգը ամենայուն բավականին հետաքրքրված զարգանում էր այդ ժամանակ եւ որոշեցի, որ սկսեմ ներդրում անել ստարտափների մեջ ու անկեղծ այդ ժամանակ բիզնեսից հասկանում էի, ստարտափներից չէի հասկանում, հա, դա 10 մի քանի տարի առաջ էր։ Ու առաջին ներդրումս, որ անել եմ, вообще առանց հասկանալու, ում մեջ եմ անում, ճիշտ եմ անում, սխալ եմ անում, հետ գալու է փողս չի գալու, տենց ինչ որ տենց տղաներ էին եկել էին, հետաքրքիր գաղափարներ։ Շատ չէր գումարը, կարծեմ մի $10,000 էր, ինչ որ տենց սկսեցի, հա, տեն մի կոտ տենց ունեի դրած, որ մտածում էի լավ ու մեջ տնեմ, հավաքել էի մի քանի տարի այդ գումարը, բիոտեխ կամպանիա էր, որից вообще չէի հասկանում ու հետաքրքիր էր, որ իրանք շատ ուժեղ առաջ գնացին։ Շատ ուժեղ, այդ առաջին ներդրումն էր, որը չհասկանալով արեցի։ Հետո տենց հասկացա, որ իրանք աճում են, ասացի լավ, կարելի է ուրիշների մեջ է դնել, երկրորդից 10-րդը սաղ ձախողվել են։
Հասկացա։ Երբ որ արդեն սկսեցի մտածելով անել, երբ որ արդեն սկսեցի ինչ տենց գրքեր կարդալ, թե որ նա ճիշտ անել է, անել է, բայց դա ինձ տվեց փորձ, որովհետև ցանկացած ստարտափի մեջ, որի մեջ ես ներդնում էի, իրանց հետ հետադարձ կապի մեջ էի անդադ։ Իրանք ինձ պատմեն ինչ աշխատեց, ինչը չաշխատեց։ Կներես, այսինքն դու շատ հետաքրքիր ճանապարհով ես գնացել։ Մարդիկ սենց են լինում, հա, ինչ որ բու, ինչ որ բիզնես, հետո ներդրող, հետո սենց գնում է, կոմոդ բու, վարձու աշխատող, ներդրող միանգամից։ Հետո որից հետո պլանավորում եմ ես լինել, հա, այսինքն Հետաքրքիր է։ իմ հետ պարալել էր գնում այդ, որ արդեն ես ներդրող եմ, ու ես իմ բիզնեսն եմ սկսում։ Ինքը իրար հետ, քանի որ ես ինձ արդեն պլանով, իրենք առանձին նախաձեռնություններ էին։ Ես ունեի առանձին իմ գումարը, որ ես պետք է անեմ իմ բիզնեսը, ես ունեի առանձին իմ գումարը, որով ես ներդրում եմ անում։ Եվ ես դա թույլ էր տալի ինձ պարալել անել այդ երկու գործունեությունը, հա։ Բայց դա նշանակում է, որ տարիներ ես պրոստը ոնց որ ասում եմ պախատ էի անում, հա, աշխատում էի ցանկացած գործ, որ ցանկացած գումար կար, որը ես համապատասխանորեն ինչ որ կտոր գնում էր ներդրումային եւ այդ բաների մեջ, հա։ Եվ այդպես տարիների ընթացքում հասկացա, որ ես այտենց բավականին լավ սկսում եմ հասկանալ, թե ոնց է ստարտափային էկոմ համակարգը աշխատում։ Իսկ այն առաջի բիզնեսը ինչ եղավ, հելա այդ բիզնեսից։ Մինչև հիմա կա։ Իրանք շատ աճել են, հա։ Ինչքան է դարել քո 10,000-ը։ Բավականին լավ աճել է, որտեվ իրանք արդեն օֆիցիալ յունիկորն են, բայց քանի որ, հա։ Հետակ, բայց քանի որ իրանք biotech company են, իրենց life cycle-ը բավականին երկար է, դա հələ տարիներ է պետք, որ մինչև դա գա մոնետիզացիայի հասնի, էլի։ Հասկացա։ Դա մի քիչ ուրիշ է։ Բայց արդեն մի 10 միլիոն դոլար անցել եք, չէ՞։ Կամ քո փայը կոնկրետ։ Չեմ կարող հստակ ասեմ ինչքան է, ինչ valuation-ով եմ այն ժամանակ, չեմ հիշում ինչքան եմ անարել։ Այն ժամանակ էսի չէի բանանում, էլի տենց ոնց ճիշտ պետք է հաշվել բանանել, բայց աճել է, բայց ինքը էլի թղթի վրայի գումար է, քանի ես իրան չեմ մոնետիզացրել, այսինքն քանի exit չեմ արել, ինքը տենց Իլոն Մասկի նման ինքը 400 միլիարդ դոլար ունի, բայց իրականում ինքը այդքան փողը հաշվի վրա չունի։ Դա իր ունեցած բաժնե տոմսերի ընդհանուր valuation-ն է, ելնելով այդ օրվա, ասենք իր ունեցած բաժնի տոմսերի գներից։ Բայց իրացվել է ակտիվներ են իր մոտ, քո դեպքում էլ է իրացվելի, բայց երևի ավելի երկարաժամկետ է իրացվելի, որովհետև այդ կազմակերպությունը ինքը բանում չկա, ասենք NASDAQ-ում չկա, ես չեմ կարող տանեմ հանգիստ վաճառեմ։ Երկրորդական շուկայում պետք է գտնեմ համապատասխան մարտում պետք է վաճառել։ Մի քիչ այնտեղ թղթաբանություն ավելի դժվար է, այդպես ասած էլի։ Այտենց ու տարիներ այտենց ստարտափների հետ աշխատելուց հասկացա, որ բավականին փորձ ունեմ ու ես ուզում եմ արդեն իմ նախաձեռնությունները սկսեմ, այնց կիսա բիզնես, կիսա ստարտափ, եւ միշտ ցանկություն կար Հայաստան տեղափոխվելու։ Սկսեցի արդեն մոտ 8 տարի առաջ բացեցինք Հայաստանում առաջին մեր կազմակերպությունը, որ զբաղվում էր արհեստական բանականությամբ։ Այդ ժամանակ առաջիններից էինք Հայաստանում, որ զբաղվում էինք այդ գործով։ Այտենց մի քանի տարի, այո, եւ այտենց մի քանի տարի հետո տեղափոխվեցինք ընտանիքով Հայաստան։ Կարելի ասել, որովհետեւ հասկացա, որ ստեղ ես ինձ ավելի լավ եմ զգում, ավելի հաճելի է Հայաստանում ապրելը։ Չնայած նրան, որ ամեն ինչ ոնց որ չէր խանգարում ամենայում ապրել։ Իսկ ամենայում արդեն դու ստարտափների մեջ ներդրում էիր անում ու ինչ որ եկամուտ նաև գալիս էր այդտեղից։ Գալիս էր եկամուտ, նույնն է արդեն ես բավականին որպես տենց ասած ոչ թե որպես վարձու աշխատող, այլ որպես բիզնես խորհրդատու, բավականին հայտնի խորհրդատվություններ էի տալի, օգնում էի բիզնեսներին, արդեն եւ ավելացան ստարտափերը, որոնց ես օգնում էի բավական չափ շատ, որովհետեւ դա էլ առանձին բան է, դա էլ է շատ հետաքրքիր ուղղություն, ամենայում դա նորմալ պրակտիկա է, երբ որ օգնում ես ստարտափին ու իրանք դեռ փող չունեն, ու դու արդեն բավականին փորձ ունես իրանք խորհուրդ ես տալի, իրանք տալիս են իրանք տոկոսից share, իրանք տոկոս են տալի որպես advisory share կամ mentorship share, որ քո հետաքրքրությունն ալնում լավ օգնես այդ ստարտափին աճի մեծանա զարգանա, եւ դու արդեն այդ տոկոս ես ունենում առանց ներդրում անելու։ Ներդրումը լինում է քո գիտելիքը, քո փորձը, որ դու կիսում ես ստարտափին ու իրենք հաջողության հասնեն։ Դա էլ մի հատ այնց ուրիշ ուղղություն է, որով արդեն ինչ-որ մոմենտից ներդրումները սկսեցին
այդ ձևով լինել, արդեն ոչ թե գումարի տեսքով։ Ուրեմն միջև Հայաստան գալը ես հենց հարց եմ ուզում տամ, նայ, դու մի ստարտափում հաջողել ես, 9-ում չես հաջողել, 2-ից մինչև 10-ը, ինչ ես կարծում, ինվեստորի եւ բիզնեսի արանքում, բացի հիպոթեզը, որ սա կարա աշխատի կամ կարա չաշխատի, հա, դու այդ քայլը անում ես, տեստ ես անում, օրինակ ենթադրում եմ, որ կաշխատի, այդ փողը դնում ես։ Ինչ ուժեր են գործում, որը մի դեպքում տանում է այդ փողի, ոնց որ ասած, ներդրումը այդ ակտիվի մեջ հաջողության, իսկ մյուս դեպքում տանում է ձախողման, այսինքն քո դեպքում 10%-ն է հաջողել։ Այն 90% անհաջողության մեջ ինչ գործոններ կան ըստ քեզ։ Շատ տարբեր գործոններ կան, որը պետքա անհնար է այտենց իդեալական ֆորմուլա չկա ներդրման, հա, որ ասես, որ եթե անեմ, ես անպայման հաջողության կհասնեմ նույն ստարտափների մեջ, հա, որովհետև ստարտափների մեջ ասում են high risk, high reward։ Okay։ Ռիսկը շատ է fail լինելու։ Ինչ խնդիրներ են առաջանում, որ սխալ պրոդուկտ են սարքում, հա, ստարտափը սխալ պրոդուկտ է սարքում, ժամանակը ճիշտ չի կամ շատ ուշա կամ շատ շուտ է, սխալ թիմը, չեն կարողանում execute անեն, չեն կարողանում դա սարքեն, եւ կարա լինի, որ պրոստը իրենք սխալ են այդ բյուջեները ոնց որ ծախսում, հա, այդ գումարը որ վերցրել են, դնում են սա, ասենք ինչ որ պրոդուկտը սարքելու վրա, բայց չեն ծախսում մարքեթինգի վրա։ Ոստեղ կարևոր կոմպոնենտներից գալիս է, որ ներդրում անելուց իհարկե կարևոր է նայել գաղափարին ինչ են սարքում, բայց ամենակարևորն է հասկանալ ինչքան մեծ է այդ խնդիրը, որոնք իրենք լուծում են։ Ինչքան ցավոտ խնդիր են իրենք լուծում։ Այսինքն այդ ստարտափը եւ բիզնեսը, եւ երկրորդը դա թիմն է։ Արդյոք այդ թիմը, որ սարքում է այդ ստարտափը, իրենք ունեն արդյոք բավականին չափ փորձ եւ պատկերացում ինչ խնդիրի շուրջ են իրենք աշխատում, որովհետեւ այն լուծումը, որոնք իրենք գալիս են ներդրողի մոտ, միշտ ձևափոխվում է։ Okay, համաձայն եմ։ Ես տենց կարելի ասել մատերի վրա եմ տեսել ինչ որ դեպքեր, երբ որ այն փողը, որ իրենք վերցել են ինչ որ գաղափարի համար, դրանով էլ իրենք շատ հաջողած են դարձել։ Ոչ, իրենք փորձում են, աշխատում են այդ խնդիրի շուրջ, բայց լուծումը վերջում կարող է լինել абսոլютно ուրիշ բան։ Շատ ուրիշ է լինի, հա։ Դրա համար խնդիրն է կարևորը, թիմն է կարևորը։ Ոստեղ երրորդը գալիս է այդ ինվեստորի փորձը նման ոլորտից։ Հա, այսինքն արդյոք ներդրողը կարողանում է դռներ բացի այդ ստարտափի համար։ Այդ է շատ կարևոր կոմպոնենտ է, որ եթե ես ինչ-որ բանից փորձ ունեմ, կապեր ունեմ, ու ես ներդրում եմ արել ստարտափի մեջ, ես զանգում եմ ընկերներին, ծանոթներին, բիզնես պարտներներին, ասում եմ, այսպես լավ ստարտափ կա, ես էլ մեջ ինվեստիցիա եմ արել, մի հատ շփվեք իրար հետ։ Նոր մակարդակի networking-ա դառնում Դա էլի։ թույլ է տալիս, որ իմ ներդրումը ոչ թե պրոստը միայն ֆինանսական լինի այդ ստարտափում, այլ ես իրենց օգնում եմ իմ փորձով, գիտելիքով եւ կապերով եւ իրենք հաջողակ դառնան, հա։ Դա այն կոմպոնենտներից մեկն է, որը թույլ է տալի քչացնել այդ failure rate, այո։ Նայ, մի ինֆորմացիայով եմ ուզում քո հետ կիսվեմ, այն ինչ դու թվարկեցիր, այդ այսբերգի այն երևացող մասն է, կարծում եմ, թիմը, պրոդուկտը, շուկան, ժամանակը ճիշտ բա։ Հիմա աշխարհում երկու շատ հետաքրքիր քոուչեր կան, մեկը հոլանդացի է, մեկը իսպանացի է, մեկի անունը Յան Յակոբստամ է, մեկի Սեսիլիո Ռոդրիգես է։ Իրանք շատ հետաքրքիր մեթոդ են ստեղծել, որով նայում են ստարտափների անգիտակցականը, коллективное бессознательное ասվածը, եւ նայում են, օրինակ, երբ որ ինվեստորը այդ գումարը ներդրեց, այդ գումարը ինչ դինամիկաներով է զարգանալու այդ բիզնեսի մեջ։ Օրինակ բիզնեսներ կան, որ եթե նայենք իր կոլեկտիվ անգիտակցական, այսինքն այդ բիզնեսում ներգրաված անձանց անգիտակցական մասը, ենթագիտակցական մասը կարա պատահի, որ մեծ գումարը այդ բիզնեսը կարա ջարդի, ինչ որ այդ գումարը կարա մարսի X ծավալի գումար կամ հիմա պետք չի ներդրում անել, որովհետև պարտներների մեջ կա կոնֆլիկտ եւ պարտներներից մեկը դուրս է գալու process-ից։ Ամեն ինչ շատ լավ է այս բանը, ամեն ինչ սիրուն է, թվերով իդեալական է, բայց օրինակ հիշում եմ ստամը մի հատ բաներ պատում, ասում եմ մեծ գումար էր ներդրվում ստարտափի մեջ, մենք աշխատում էինք այդ ստարտափը, որ հասկանայինք ինչքանով է ունակ այդ գումարը կլանելու եւ զարգանալու, տեսանք, որ պարտներներից մեկը բաժանության process-ի մեջ է իր կնոջ հետ ու սաղ այդ բիզնեսի էներգիան սլիվա լինում այդ դատական process-ի մեջ։ Ուսած մենք ասում ենք, որ նայում էինք սեանսի ժամանակ, ինքը հետաքրքիր process է, մի օր ես քեզ կհրավիրեմ, կնայես, ինքը ֆանտաստիկ խորությամբ դու տեսնում ես, թե բիզնեսի մեջ այդ գումարը գնաց
բուստ արես, թե գնաց ու մի հատ էլ ճեղք եղավ այդ բիզնեսի մեջ։ Դրա համար ասենք նույն ստարտափներում pitch deck-երում միշտ ասում են մի հատ է slide ունեցեք, ինչի վրա եք ծախսելու այս գումարը եւ որտեղ եք հասնելու այս գումարը ստանալուց հետո։ Երբ որ դուք այս գումարը ամբողջովին ծախսեք։ Հա ուզում են հասկանան, պատկերացնեն դուք արդյոք ճիշտ եք հասկանում այդ գումարը ոնց ներդնեք, որովհետեւ նույն իմ փորձից ելնելով ես էլ ասեմ մոտ մի 20 տարուց ավելի թվային մարքեթինգի փորձել ունեմ, դա եմ արել։ Եթե 10-15 տարի առաջ ստարտափները վերցրած գումարի մեծ մասը ծախսում են product-ը սարքելու մեջ, որտեղ տեխնոլոգիա ստանալը բավականին թանկաճույք էր։ Մասնագետները թանկ էին, շատ տենց մասնագետներ չկային, 10-15 տարի առաջ եմ խոսում, հա։ Ու երբ որ իրենք խոսում էին, ասում էին մենք վերցնելու ենք այս գումարը 80%-ը ծախսենք արտակարգ product սարքելու համար, 20%-ով մարքեթինգ ենք անելու, քանի որ product-ը շատ լավն է լինելու, մրցակցային է լինելու, մենք կարողանալու ենք լիքը հաճախորդ ունենալ։ Հիմա դա հակառակն է։ Հիմա ասում են product-ը սարքելը շատ էժան է դարել, արհեստական բանականությունով, նույն այդ ծրագրային vibe coding-ով եւ մնացած բաներով, ու եթե դու չես պլանավորում մոտարապես քո բյուջետի ներդրումային 70-80%-ը ծախսես մարքեթինգի եւ վաճառքների վրա, դու խնդիր ես ունենալու։ Դու կարող ես սարքես իդեալական մի հատ product, բայց այնքան շատ հիմա տենց ասած red ocean-ը, կարմիր օվկիանոսը, հա, այնքան մրցակցայինը շատ ուժեղ է, դուք պրոստը կկորես քո լավ product-ով, մի հատ ուրիշի տարբերություն մի հատ ուրիշի, որը շատ լավ կգովազդի, առաջի հաճախորդներին կտան իր մոտ, վատ product կտա, բայց վաճառքներ կանի, իսկ դու լավ product-ով չես երևա պրոստը շուկայում։ Այդ էլ է շատ մի հատ կարևոր կոմպոնենտ, որ հիմա դարել է շատ կարևոր, որ ստարտափի թիմում պետք է լինի լավ մարքեթինգից եւ վաճառքներից հասկացող մարդ։ Առաջ ավելի նայում էին, որ տեխնիկական մասնագետ լինի, հիմա նույնպես մի քանի օր առաջ այտենց pitch deck էի նայում մի հատ ստարտափի, co-founder գրած էր ChatGPT-ին։ Գրած էր հիմնադիրը, ասում էր ես լավ վաճառք եմ կարողանում անեմ, իմ CTO-ս, տեխնիկական տնօրենս ChatGPT-ն է եւ խորհրդատուս։ Ու արդեն խոսակցություններ գնում են, որ պոտենցիալ կան ստարտափներ հիմա գոյություն ունեն, որոնք կդառնան միայեղջյուր յունիկորններ, որոնց համահիմնադիրը LLM կամ ինչ որ տես ChatGPT-ն ինչ որ տես մի հատ բանն է։ Հրամ մի հարց տամ քեզ, նայ կան բիզնեսներ, որը պարզ է, թե ինչ են հաջողում։ Օրինակ Apple-ը know-how ստեղծեց տեխնոլոգիաներով առաջինն էր եւ այլն, պարզ էր, որ ինքը էս է իր հաջողության բանաձևը։ Կան բիզնեսներ, որը բացարձակ պարզ չի, ոնց են այդ բիզնեսները հաջողում։ Արի տեխնոլոգիական ոլորտից գանք real sector, հա, ու դու վստահ եմ փորձ ունես նաեւ այդ սեկտորում։ Օրինակ Սևանի ճանապարհին կա մի հատ ռեստորան, որտեղ ամառ ձմեռ, երբ որ մենք անցնում ենք, միշտ լիքը հաճախորդ կա, լիքը մեքենա կա։ Ես ինքս վաղուց չեմ եղել այդ ռեստորանում, Սեմոյի մոտ հայտնի ռեստորանն է, բայց չեմ էլ լսել, որ ինքը ինչ որ know-how product ունի, ինչ որ know-how սպասարկում ունի, այսինքն այն ինչով պետք է բիզնեսը հաջողեր, այդ ամեն ինչով այնպես չի որ տենց know-how-ներ կան դեղ, էլի։ Բայց քիչ չկա know-how։ Հա, որն է։ Քիչ կա թե որ Սեմոյի մոտ know-how չկա։ Որն է։ Պարզ բան չեն հասկանում մարդիկ, հա։ Սեմոյի մոտ ինչ է։ Ռեստորան։ Okay։ Ռեստորանը ինչ պիտի անի, համով, որակով եւ արագ սնունդ տա։ Okay։ Որը չեն հասկանում, ես կասեի Երևանի ռեստորանների մեծ մասը։ Իմ տեսածով, երևի դու ես նկատել, անընդհատ ինչ որ ռեստորաններ, տեղեր կան, տենց վատ տեղեր, որ ռեստորանը բացվում, փակվում, բացվում, փակվում, բացվում, փակվում են, հա։ Ու ես միշտ ինչ եմ նկատում առաջինը։ Ինչ որ մեկը գալիս է, քանդում ամեն ինչ, մի հատ թանկանոց ռեմոնտ անում, մի կես տարի աշխատում է, չի կարողանում աշխատացնի, փակվում են, ուրիշը գալիս է, քանդում է սաղ ռեմոնտը, մի հատ ուրիշ ռեմոնտ անում, նորից գումար է ծախսում, նորից ինչ որ տենց բան են սկսում անել, ու երբ որ գնում ես այդտեղ օրինակի համար հաց ուտելու, ուտելիքը լավը չի։ Շատ սիրուն է։ Ինտերիերը լավն է, ուտելիքը լավ չի։ Ինտերիերը, ասենք, նկարվելու Instagram-ի իսկական նկարների տեղ է, բայց ուտելիքը լավը չի։ Լավ, քո կարծիքով այդ, որակը, այսինքն չեն հասկանում, որ
Մարդիկ, կան ինչ-որ տոկոս մարդկանց, որ գնում են ռեստորան անունի համար, որ նկարվեն, մենք ստեղել ենք, check-in լինեն, բայց վաղը հայտնվում է մի հատ ուրիշ ռեստորան, որ ավելի լավ դիզայնով, ավելի թարմ է, հետո ուրիշ է, հետո ուրիշ է, հետո ուրիշ է։ Իսկ այն ռեստորանը, որ լավ ուտելիք է տալիս, ինքը միշտ ունենում է իր հաճախորդին։ Լավ, քո կարծիքով այդ ռեստորանի հաջողության մեխը իր լավ ուտելիք տալն է։ Իր համով ուտելիք տալն է, որը թույլ է տալի word to mouth, մարդիկ իրար խորհուրդ տալով ասեն, որ եկեք գնանք այնտեղ հաց ուտելու։ Լավ, ես թույլ տուր մի քիչ այս կետում բանավիճենք էլի իրար հետ նայ։ Ես դեռ որևէ ընկերոջից չեմ լսել, որ ինձ ասի գնանք օրինակ Սեմոյի մոտ, գարի թիակը ամենահամովն է կամ խորովածը ֆանտաստիկ է։ Դες տեղեր կան, որ ասում են, «Էս ուտելիքը գնանք էսից տեղը ուտենք»։ Ինչի են գնում Սեմոյի մոտ ուտելու։ Ես Ձուկ ուտելու։ Ձուկ։ Այո։ Իրանց ձուկ։ Լավ, իրանց ձուկը ամենահամովն է։ Ասենք Սեմոյի մոտ գնալ եւ ուտել, իրանց շնայած խորովածը համով է, ես սիրում եմ, բայց ես միշտ իրանց մոտ գնալուց օրինակ համար ձուկ եմ ուտում։ Ու ես իրանց մոտ, որ ես Հայաստան առաջ անգամ գալի գնում էի, բայց որ արդեն սկսեցի Հայաստան տեղափոխվեցի, արդեն տենց մանեի գալի ռեստորաններ գնալ, զանգել եմ քրոջս, ասել եմ, ասենք, ինչ լավ ռեստորան կա այս Սևանի կողմերը, ու ես Ծաղկաձորում էի, ասաց Սեմոյի մոտ պիտի գնաս։ Ես իրա խորհրդով եմ գնացել, դուրս եկել է, չնայած նրան, որ իմ համար կուլտուրային շոկ էր, որ ասենք մենյու չունեին, այսինքն ու գնում ես Չգիտեմ հիմա ունեն թե չէ, բայց ես ասենք որ տենց սիրում եմ լավ ուտել, ու ես որ ասենք ասացին մենյու չկա, ասա ինչ ես ուզում, կասենք, ասացի էս։ Մաշինը չեն բերում տալիս, գնում ես կասայում ես փակում։ Ու ես ոնց որ ուզում էի տարբեր բաներ փորձել, ասացի դե սրանից է բերեք, սրանից է բերեք, ինչ-որ մոմենտ ինձ ասենք այդ մատուցողն ասաց, «Էլ չես ուտի, հերիք է այսքանը»։ Ասում եմ, բայց ես պատվիրում եմ, ձեր խնդիրը պատվիրեմ, հասկացա։ Իմ համար դե ինչ որ տենց բայց էտել էր ինչ որ իր անտուրաժի մի մաս, բայց ամեն ինչը գնում էր երկրորդական, երբ որ դու ուտում ես ու հասկանում ես դա համով է։ Լավ։ Ու ես հետո ասենք հյուրեր եմ ունեցել, ես էլ եմ հյուրերից տարել այնտեղ, այդ շատ կարևոր է հիմա, որ կան տեղեր, որ դու մի անգամ գնում ես պրոստը տենց նոր են բացվել, կան տեղեր, որ հետո մի անգամ մի քանի ամիս հետո գնում ես նոր բացված տեղը, տեսնում ես որակը ընկել է, ինչի՞ց է դա լինում։ Էդ էլ է բան, բիզնեսը լավ ճիշտ չեն հաշվարկում, ու ստացվում է, որ մարդ չի գալի, քո մոտ մնացած ուտելիքները անդադ սառացվում են, հնանում են, դու չպետք է հոսքը շատ այնքան հոսքը շատ է, դու թարմ ես լինում, դու արդեն կարողանում ես լավ որակ ապավես, բայց եթե դու լավ չկարացար իրան տենց աշխատացնել որակը չտվեն, գնալով որակը վատանում է։ Դու չես կարող այդ բլանկեն պահես։ Հասկացա։ Ու դա խնդիր է առաջանում, էլի։ Լավ, Ռեմ, ես իմ կարծիքը ասեմ, էլի։ Նայ, իմ կարծիքով իրանք մարքեթինգ ընդհանրապես չեն անում։ Վաճառքը ամենաթույն մարքեթինգն է։ Լավ։ Եթե ինչ-որ մեկը մարքեթինգ չի անում, ու նրա մասին բոլորը խոսում են, դա իդեալական մարքեթինգ է, այսինքն word to mouth-ը, որ ամենաթանկագին մարքեթինգային սեգմենտն է։ Այո։ Իդեալական աշխատում։ Okay, բայց իմ կարծիքով այդ ռեստորանի հաջողության գաղտնիքը ոչ թե նա է, որ ինքը ակնհայտ բոլորից լավ համով է իր սնունդը, այլ այնտեղ ուրիշ ինչ-որ մի հատ process կա, ես մեկ-մեկ որ անցնում եմ, նայում եմ նույնիսկ ճայերն են գնում Սեմոյի մոտ, ասես պատկերացնում ես, մի հատ էներգիա կա այդ ռեստորանի կողքը, դիմացը, տարածքում, այդ էներգիան դեպի իրան է քաշում այդ հաճախորդներին, այդ էներգիան եմ ես ուզում հասկանամ, ես իմ մասով դրա պատասխանը ունեմ։ Ուրիշ հարց տամ։ Այդ գծի վրա որտեղ իրանք կանգնած են, թե վերադառնում ենք։ Մի քանի հատ ուրիշ ռեստորան կա, ուների հիմա դաժե չեմ էլ հիշի։ Դու փորձել ես այնտեղ հաց ուտես։ Ված չի, քեզ ասեմ։ Ես բոլորում փորձել եմ։ Ես ոչ մեկում ավելի լավ չեն տալի, քան թե Սեմոյի մոտ։ Նայ, մինչև Յասամանի բացվելը, երբ որ Սեմոյի մոտ տեղ չկա, Յասամանը արդեն Յասամանը ուրիշ է։ Քաշել է իր վրա ադյալը, բայց էլի ձուկը այնտեղ Յասամանը իր տեղն ունի, այսինքն այնց էլի գնացինք ռեստորանային բիզնես, ասում են ինչ-որ տենց ստարտափներից։ Դե լավ, վերադառնանք, այս կտորը ամփոփելով իմ կարծիքն եմ ես ուզում ասեմ, իմ կարծիքով բիզնեսի հաջողելու չհաջողելու պատճառները նաև ընկած են այդ բիզնեսի էներգիայի մեջ։ Ինչ էներգիա կա այդ բիզնեսի տակ։ Իհարկե։ Օրինակ բիզնեսը վերաբերմունքն էլ է նույն այդ հավեսը, որով սարքում ես, էլի, անկեղծ ասեմ, նույնին էլ իմ փորձով տեսնելով ցանկացած ռեստորանի ներքին գաղտնիքը թե ինչքան հաճույքով են աշխատում խորհարարները եւ մատուցողները։
Որտեվ հա կարող է տենց ինչ որ տես չի երևում, էֆիմերա, բայց այդ այնց էներգիան, որով իրանք ուտելիքը սարքել են, պատրաստել են, եւ այդ մատուցողը բերած էր դրելա ձեր դիմաց, այդ ուտելիքի վրա գալիս է եւ դուք ուտելով ոնց որ կարելի ասել, այդ էներգիան զգում եք, հա։ Կարող է դուք չեք տեսնում, բայց դու այդ մատուցողը, որ եթե տենց դիլխոր դեմքով բերում է շփոթում է դիմաց այդ ուտելիքը, փոխում է քո վերաբերմունքը ուտելիքի հանդեպ։ Որտեվ նույն ռեստորանային բիզնեսում տենց կոնցեպտ կա, որ երբ որ ասում է առաջ անգամ մեկը գալիս են թանկանոց ռեստորաններում, հա, դեն Michelin star բան, որ անունով գիտեն ով է գալի, ինչ է անում։ Ասում առաջ անգամ երբ որ մարդը գալիս է ձեր մոտ, մի հատ հարցնում եք իր անունը, ինչով է զբաղվում, ու տանում նստացնում է սեղանին։ Երբ որ երկրորդ անգամ է գալիս, իրեն անունով բան են անում, ինչ որ բիզնեսից հարց են տալի եւ ընտանիքից են հարց տալի։ Ձեր մոտ ինչա կատարում ընտանիքում երեխաներ, աղջիկներ, կին բանման։ Եվ մարդը երրորդ անգամ երբ որ գալիս է, իրան դիմում են անունով, հարցնում են ոնց է ընտանիքը, աղջիկը ոնց է, անցած անգամ պատմում եք ձեր աղջիկը ստեա կամ բացում են էլի այդ մետրդոտելը բանը։ Մարդը այնքան է կպնում այդ ռեստորանին, տենց կոնցեպտ կա, հա, որ երրորդ անգամ եթե ինքը եկավ դու իրան տենց վերաբերվեցիր, ինքը մնում է մշտական հաճախորդ։ Համաձայն եմ։ Ու ես նույնիսկ գացել եմ Երևանում մի քանի հատ ռեստորան կա, որտեղ ես գնացել եմ, որ տենց մատուցողը մոտիկացել է, հավեսով կյանքից խոսացել ենք, բա ինչի եք հիմա քայլում, ոնց եք եղել, բանման այս կոմենքում, հետո ինչ որ չգիտեմ, 2 ամիս հետո գնացել եմ մատուցողը ճանաչել է, նորից ինչ որ բան ասել ու հիշել է մեզ, դա շատ կարևոր կոմպոնենտ է, այնց հաճույք ես զգում, որ ուզում ես անդադ գնաս այդ տեղը։ Հիշում ես Կազինո ֆիլմը Ռոբերտ Դե Նիրոյի։ Հիշում ես Դե Նիրոն շատ այտենց նյուանսներ կա, որը այդ խորհուրդն է տալի, որ հաճախորդներին պետք է անուններով հիշել։ Ընտիր, ես ուզում եմ մեր ունկնդիրներին կոչ անել, ձեր կարծիքը ասեք, ըստ ձեզ որն է մեր քննարկած ռեստորանի հաջողության գաղտնիքը, քանի որ իրոք ակնհայտ տարբերվում է ու կան ռեստորաններ կամ բիզնեսներ, որոնք հաջողակ են ինչ-որ պերիոդ, հետո մարում են, հա, ինչ-որ պիկ ունեն։ Դա նորմալ է, թե ինչ-որ ժամանակ, ոչ թե այտենց 6 ամիս հետո։ Բայց այս ռեստորանը մի 25 տարի է միշտ պիկի վրա աշխատում է։ Կուզենայի ձեր կարծիքը լսել, որն է այդ ռեստորանի հաջողության գաղտնիքը։ Եվ հիշեցնում եմ, որ մենք ունենք երրորդ աթոռ, որը նախատեսված է մեր ունկնդիրների համար։ Հետևաբար կարող եք մեզ հարց ուղղել մեր երրորդ աթոռից, լինելով մեր դիալոգի երրորդ կողմը, լիարժեք կողմը, եւ ես էլ Ռեմնել կպատասխանենք հարցերին եւ լավագույն հարց տվողին կընտրենք ու կհրավիրենք միասին սուրճի հանդիպման եւ կպատասխանենք բիզնեսում ցակած լիքը հարցերի։ Ռեմի նման գործարարից ու ներդրողից ստանալ խորհուրդներ ինձ թվում է անգնահատելի է։ Ուրախ կլինեմ օգտակար լինելու, եւ քանի որ իմ էլի տենց մենք մի քանի բանից խոսացինք, իմ փորձս բավականին լայն է տարբեր ինդուստրիաներից պատկերացում ունենալով, դա էլ է ինչ որ չափով օգնում նույն բիզնես խորհուրդներին եւ մնացած ուրիշ բաներին, երբ որ տարբեր անկյուններից ես նայում։ Այո, դրան էլի։ Ռեմ, հիմա դու ես հիշում եմ մոտ արդեն 60 ստարտափում ունես ներդրում։ Դրանք բոլորն ոչ հայկական ստարտափներ են, ճիշտ եմ հիշում։ Մոտավորապես երևի 90%-ը ոչ հայկական են, հետո մի քանի հատ հայկական կան։ Հայկականներից երևի 70%-ը արդեն այտենց ասած գնացել են բիզնեսից դուրս, այտենց out of business, այտենց կարելի ասել։ Հա, հասկացա։ Իսկ քո մյուս գործունեությունը հիմա էլի արհեստական բանականությամբ զբաղվում է քո ընկերությունը։ Հա, մենք ոնց որ արհեստական բանականությունով զբաղվում էինք, հետո մի քանի տարի առաջ այտենց բան հասկացա, որ մի հատ ուրիշ հետաքրքիր ուղղություն կա, որը բավականին մեծ խնդիրներ ունի, լուծված չի եւ հնարավոր է օգտագործելով մեր արհեստական բանականության գիտելիքները այդ շուկայում էլ ինչ որ նվաճումների հասնել, ինֆլուենսեր մարքեթինգներ, սկսեցինք զբաղվել դրանով եւ արդեն մի քանի տարի մասնագիտացած եմ ոնց որ այդ ինֆլուենսեր մարքեթինգով եւս, այդ էլ մի հատ ուրիշ ուղղություն է, որը կարելի ասել բիզնեսում undervalued է, բայց տարեկան հիմա ինքը ընդհանուր շուկան մոտ մի 40 միլիարդ դոլարանոց շուկա է, մեծություն։ Իմ ճանաչած միակ մարդն ես, որ գովում ես TikTok սոցիալական ցանցը, լրիվ լավ ուրիշ անկյան տակ եք մեզ դա մատուցում։ Ինչի պետքա գործարարը ունենա TikTok-ում հաշիվ ու դա զարգացնի։ Նայեք, ինչն է խնդիրը, ինչու TikTok-ին չեն սիրում։ Քո կարծիքով ինչի TikTok-ին չեն սիրում։ Որովհետև բան կոնտենտ կան, դե էժան կոնտենտ կա շատ էլի։
Ինչի՞ է դա կապված այդ կոնտենտը, քո կարծիքով որ տենց վատ կոնտենտ կա։ Որ մարդիկ կարող են գրանցվեն fake edge-երով, ով ինչ մտածում, ուզում կամ չգիտեմ, իրա այն ըստ վերային մասում ցանկանում է, սա խանում լցնում է TikTok-ի մեջ։ Հայոյանքներից սկսած վերջացրած չգիտեմ ինչերով։ Այսինքն ես որ մի քիչ հետ գնանք նայենք ինչից է դա սկսել, քանի որ ինքը բաց է, հա, հարթակ որպես ով ուզում է գրանցվում է, ինչու մասին ուզում խոսում է։ Այո։ Ու պրոֆիլներ, ինչ որ գծիկ, չգիտեմ, սրտիկ, անուն չկա, բան չկա։ Դե դա բերել է նրան, որ այդ մարդիկ սկսել են կոնտենտ գեներացնել, եւ ստացել են ինչ որ իրենց առաջի հայտնիությունը, հա, սկսել են հետևորդներ ունենալ, ինչ որ բան, այսինքն դու կարող ես քեզանից ոչ ոք չներկայացներ, գնայր TikTok-ում, մեկ էլ մի քանի հազար հետևորդ ստանայր, որոնք տենց, չգիտես, խի հետաքրքրված են քո կոնտենտով, եւ դու սկսեիր այդ կոնտենտը ավելի շատ անել։ Դա բերմանա որ նմանատիպ մարդիկ էլի սկսում էին գնալ, իսկ TikTok-ը մյուս կողմից ինքը ալգորիթմական համակարգ է։ Ինքը փորձում է իր նայողներին, սպառողներին մաքսիմում ռելևանտ կոնտենտ ցույց տա։ Ես այդտեղ խնդիր էր առաջանում, որ երբ որ դու ուզում ես մտնել TikTok, ինչ որ կրթական ինչ որ մի բան նայեր կամ հետաքրքրող, քեզ ուրիշ հետաքրքրող բան ինֆորմացիա գտներ, կոնտենտի քիչ պակաս լինելով, դու սկսում ես ինչ որ մոմենտ, տենում ես առաջի 10-20 վիդեոն, քեզ ռելևանտ վիդեոներ, դրանից հետո սկսում ես տեսնել այն ինչ ռեգիոնալ կար արդեն։ Հա, եւ դա բերում է նրան, որ մենք ունենք հիմա կոնտենտի էրոզիա։ Լավ կոնտենտ չկա, լավ մարդիկ չեն գալիս մտնում TikTok, կոնտենտ չեն սարքում, որովհետեւ մտածում են TikTok-ը վատն է։ Իսկ այն մնացած մարդիկ, որոնք մտածում են, չեն մտածում, կոնտենտ են գեներացնում, որի ինչ որ տոկոսը վատ կոնտենտ է, գնալով շատանում են։ Եվ այդ դիսբալանսը գնալով խառնվելու է, հա։ Դրա համար ես միշտ բոլորին խրախուսում եմ, ասում եմ, եթե դուք կարող եք գնացեք եւ լավ որակի կոնտենտ սարքեք եւ տեղադրեք TikTok-ում։ Դա կբերի նրան, որ ժամանակի ընթացքում դուք կլինեք առաջիններից մեկը, որ լավ կոնտենտ կսարքի TikTok-ում, մարդիկ մտնելով կտեսնեն ձեր լավ կոնտենտը եւ առաջինը ձեզ կնկատեն։ Դա էլ է հետաքրքիր։ Եվ դա կբերի նրան, քանի որ արդեն հիմիկվա դրությամբ մեր հետազոտություններով ինչքան մարդ կա, մոտարապես գրանցված account-ները հայկականից մոտ մի 100,000 են, որոնք ունեն 1000-ից ավել հետևորդ, ավելի քիչ պրոստը որպես user մոտարապես 400-500 հազարից անցել են։ Այսինքն կարելի է ասել, որ ինչ տարիքային խումբ է հիմնականը։ Շատ հետաքրքիր է, որ 18-ից 25 տարեկան եւ 45+։ Այդ մեջտեղը ինչ որ շատ մեծ gap առաջացել, որը շատ տարօրինակ է, որը ԱՄՆ-ում եւ ուրիշ պետություններում ես չեմ նկատել, այդ մեջտեղի մասան չի գալիս։ Եվ գալիս են կամ շատ երիտասարդներ կամ արդեն ինչ-որ տարիքով մարդիկ, որոնք ինչ որ ինֆորմացիա տվից։ Բայց հույս ունեմ ժամանակի ընթացքում, որ լավ կոնտենտը շատանա TikTok-ում, ու ինչ եմ գործարարներին խորհուրդ տալի գնալ TikTok-ում կոնտենտ անել, հա, որ ուրիշ գործարարը հանկարծակի մտնի TikTok, ձեր վիդեոն առաջիններից մեկը կցույց կտա իրան։ Հա, հասկացա, դա։ Քանի որ էլի Կապույտ օվկիանոս է դեռ։ Կապույտ օվկիանոս է։ Դրա համար նորից էլի վերադառնալով մեր ռեստորանների խոսակցությունին, եթե Արագին նայել եք, ասենք, հա, Քամանչա ռեստորանի, ինքը սկսեց TikTok-ով գովազդել իր ռեստորանը, հիմա երևի անհնար է Հայաստանում եւ նույնիսկ դրսում մարդ չգտնել, որը չի ծանոթ չի իր ռեստորանային բիզնեսի հետ, հա, բայց երբ որ ինքը տես TikTok-ում գովազդ էր անում, սա մտածում էին, ոնց կարելի է բանը ռեստորանի ոնց որ բայց դա B2C է մեծ հաշվով, այսինքն ինքը վերջնական սպառողի համար այդ կոնտենտը չէ ստեղծում։ Մտածում որ B2B-ն նույնիսկ չեն օգտագործում, չեն մտնում TikTok կամ B2B մարդիկ, այդ կոնտենտը TikTok-ից հետո գնում է Instagram, գալիս է Facebook, եթե լավ հետաքրքիր կոնտենտ անում։ Բացի դրանից էլ պատկերացրեք դուք ինչ որ B2B սերվիս եք մատակարարում, հա, ու տնօրենը ինքը որոշումը չի կայացնում, ինքը ինչ որ թիմի անդամներից մեկին ասում է, մեզ էս ինչ սերվիսն է պետք։ Այո։ Ու այդ մարդը մեծ հավանականությամբ TikTok ունի, տեսել է, որ այս մարդը հայտնի է, ու դա պրոյեկցիայում տանում է ղեկավարի մոտ, ու շատ լավ հետաքրքիր кейս կա դե մի հատ, որ Անգլիայում մի հատ մարդ կա,
որը վաճառում է private jet-եր, ինքնաթիռներ։ Միջին ինքնաթիռի գինը 10 միլիոնից սկսած է։ Ու ասում եմ, երբ որ իմը ասում եմ, տենց պլիմյաշս եկավ մոտս, ասաց, արի քեզ TikTok բացենք, ասեցի դու ծիծաղում ես, ասենք TikTok-ում մարդ չկա, որ կարող է իմ ինքնաթիռով հետաքրքրված լինի։ Մեր հաճախորդները մեծահարուստներ են, բիզնեսմեններ են, շատ ինչ-որ կորպորացիաներ են, բացել են։ Ինքը կիսվում է իր փորձով, թե ոնց ընտրես ինքնաթիռ, բան։ Դա մարդկանց B2C-ին հետաքրքիր է որպես կոնտենտ, որովհետև իրանք դրա մասին կյանքում չեն լսել, կինոներում են տեսել, դա տարածում է գտնում, լիքը մարդ դրա մասին խոսում է, լայք են անում, կոմենտ են անում, շեյր են անում, եւ ստացվում է, երբ որ ինչ-որ կազմակերպության տնօրենին պետքա ինքնաթիռ գնել, ինքը խնդրում է իր սեկրետարին, ասում է executive assistant-ին, որտեղից ինքնաթիռ գտնենք, մի հատ ման արի, արդեն ինքը հաստատ TikTok-ում էդի տեսել է, գիտի ես մարդը հայտնի է, խորհուրդ է տալի, ասում է նայես հայտնի մարդ է, շատ լավ պատմում խոսում է, կարանք իր վիդեոները նայենք, հասկանանք ինչ անում, իրանը դիմենք, ինքը մեզ լավ խորհուրդ կտա, քանց թե գնանք ինչ, ալտերնատիվան ինչ է, ինչ որ մի հատ անանուն վեբսայթով, որտեղ գրած է մենք ձեզ կօգնենք, պիտի զանգես, պիտի ես ինչ անես, չեմ պատմել, չգիտեն, մեզ նամակ գրեք, մենք կպատասխանենք, այս մարդը մենք գիտենք ով է կանգնած այդ կայքի հետևը, մենք գիտենք ով ում հետ ենք մենք աշխատելու։ Հասկացա։ Հիմա ինքը չի հասցնում նույնիսկ վաճառի ինքնաթիռները ու նույնիսկ ասենք ինչ որ չգիտեմ, ինչ որ մեծահարուստի երեխա, որը TikTok-ով տեսել է, հիմա դեպքեր եղել, որ եկել էր ինքնաթիռ 18 տարեկան լրանալուց, որ ասել էր կարանք ինքնաթիռ գնենք, բայց ես է գնամ իր մոտ իր TikTok-ի մեջ նկարվեմ, հետո որ ընկերներից ցույց տամ, որ ես գնացել եմ։ Տենց այդ շատ տենց բան բիզնես մոդել է, որը չէր կարելի պլանավորել, մտածել, բայց աշխատում է, դաժե դեպքերում աշխատում։ Ուրեմն այդ դեպքում սենց հարց էլի, ինչքանով է այսօր այդ կապիտալը, այդ սոցիալական մեդիայում հայտնի լինելու կապիտալը մանետիզացիայի ենթակա։ Ես գիտեմ, որ ենթակա է, բայց կուզենայի քո տեսանկյունը լսել, որովհետև օրինակ մեր ակումբում գիտես, երևի ակտիվ են Բակուրը, դու, ես, Հովնանը, երևի 5 հոգի, 260 հոգուց մի 5-6 հոգի են, որ social media-ում ակտիվ են։ Բայց բոլորն էլ ունեն կապիտալ, ակտիվներ, հիմնական բիզնես եւ այլն եւ այլն։ Հիմա հարցը սա է. ինչքանով այս social media-ում հայտնի լինելը ավելացնում քո բուն կապիտալի իրացվելիությունը կամ ինքը առանձին կապիտալ է, որը առանձին կարելի է մանետիզացնել։ Մի քիչ սրա մասին արի խոսանք։ Մի քիչ պետքա տարանջատել, որ երբ որ դուք B2C եք անում, պրոստը որպես ինֆլուենսեր, դե ոնց դա մանետիզացնել, դա մի հատ ուրիշ կինո է, Չարի գործարար, ով պետքա գործարարի կողմից, ով ունի հիմնական ակտիվ։ Հա, գործարանը, չգիտեմ, բիզնեսը։ տարիներին պոպուլար է դարել, որ կազմակերպության ղեկավարը դառնում է ինֆլուենսեր։ Հա, դա դժվար է անել, ոչ բոլորն են կարողանում խոսան կամերաների առաջ, ոչ բոլորն են կարողանում պատմեն, հետաքրքիր անեն, բայց ինչի է դալի, դա առաջինը տալիս է exposure, որպես դու մասնագետի, որպես դու հասկացող մարդու, ու քեզ տարբերություն է տալի, ընտրեն քեզ, որին դեմքով տեսել են, լսել են ինչ ես խոսում, ինչ ես պատմում, երևում ես, հա, տենց ասած, եւ ինչ որ մեկ ուրիշ կազմակերպության, որ չգիտեն ով է ղեկավարը։ Հա, դա ճանաչելիություն է տալի քո բիզնեսին։ Չկա տենց ասած, որ ասեմ, գիտեք ինչ, եթե դուք 10 հատ վիդեո նկարեք, ձեր բիզնեսը այսքան տոկոսով կաճի։ Ոչ։ Առաջին հերթին ինքը top of the funnel է աշխատում, հա, եթե մարքեթինգային տերմիներով խոսանք, այսինքն ինքը awareness-ի վրա է աշխատում, ձեր ճանաչելիությունն է բարձրացնում, ձեր բիզնեսի գաղափարը, իմացությունն է բարձրացնում, որի հետևանք բերում է նրան, որ ինչ որ մարդիկ որոշում կայացնելուց ձեզ ընտրեն թե ուրիշին, ընտրում են ձեզ, որովհետև կարող են ընկերներին, ծանոթներին ասել, ինչու են ձեզ ընտրել։ Մարդիկ շատ մեծ խնդիր ունեն բիզնեսն ամանավանդ գործարք կանելուց, որ երկու համարժեք կազմակերպությունից ընտրելուց դու չգիտես, որ մեկին ընտրես։ Եվ ընտրում ես այնա, որին ավելի ճանաչելիություն կա, որին արդեն social proof կա, տենց հասկացողություն, հա։ Մարդիկ հետևում են, մարդիկ կոմենտներ են անում, վատ բան չեն գրում այս մարդու մասին, ու երբ որ դու ինչ-որ քո գործընկերների հետ ասես, ես սկսել եմ օրինակ իմ Բակուրի հետ համագործակցել, բոլորը արդեն գիտեն Բակուրով է, Բակուրի մի երկու հատ վիդեո տեսել են, ու արդեն դու ոնց որ ավելի բարձրանում ես իրենց աչքում, քան թե դու ասես ինչ որ մեկի հետ ես աշխատում, որին իրանք չեն լսել, չեն ճանաչում, չգիտեն։
Այո, այսինքն Այսինքն social proof-ը մարդու գալիս կպնում է իր բիզնեսին ու իր համագործակցության հետ։ դառնում է նաև վաճառքի մի հատ լավ խողովակ, չէ՞։ Իհարկե, պարտադիր։ Դա արդեն դառնում է որ awareness-ի հաշվին, դուք արդեն տեսանելի եք դառնում, ձեր բիզնեսը հասկանալի է դառնում, դուք ավելի բաց եք դառնում, դա էլ է շատ կարևոր հիմա կոմպոնենտ դառել բիզնեսների, ինչքան transparent եք դուք, ինչքան բաց եք դուք ձեր հաճախորդների հետ, ինչքան behind the scenes պատմում եք, թե ինչա կատարվում ձեր բիզնեսում։ Այսօր Instagram-ում ունենալ գանք Instagram-ին 100,000 հետևորդ նշանակում է, որ տեսականորեն դու կարաս քո բիզնեսի product-ները մի քանի անգամ ավելի շատ ծախես։ Եվ հակառակը Կարող ես ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել քո ինֆորմացիայով, բայց հիմա հետևորդների քանակը ինքը մի քիչ ավելի երկրորդական կոմպոնենտ է դարել, ավելի կարևոր կոմպոնենտը engagement-ը։ Քանի տոկոսն են ձեր հետևորդների ձեր կոնտենտի հետ համագործակցում, like, comment, share եւ մնացած ուրիշ բաներ save անում, տենց ասած, որովհետեւ համապատասխան դրան էլ ալգորիթմերը որոշում են ինչքան շատ մարդու էլ տարածեն ձեր կոնտենտը, հա նույն էլի սենց ասեմ էլի ես ինֆլուենսեր մարքեթինգում տենց մի հատ խնդիր եմ նկատել, որ բիզնեսը ինֆլուենսերի հետ համագործակցում են, որովհետեւ ինֆլուենսերը հայտնի է, առանց հասկանալու արդյոք այդ ինֆլուենսերը համապատասխանում է իր բիզնեսի կոմպոնենտներին եւ մեկ-մեկ այնց բանալում մասնագիտական նայում եմ հետեւում եմ ինչ որ տենց ինֆլուենսեր են վերցնում բիզնեսի համար B2B բիզնես է վերցնում են տենց ինչ որ տենց հայտնի ինֆլուենսեր որը գնում է սկսում է խոսալ ու հետո նայում ես կոմենտները չեք պատկերացնում ինչքան վատ արձագանք է կոմենտներում թողած որովհետև դուք mismatch եք արել ինֆլուենսերին բիզնեսի հետ։ Հա, ու բիզնեսը չի կարողանում պատկերացնել, բայց խի վատ աշխատես, ինչի են վատ։ Ինձ դեմ, սա էլ հակառակ կողմն է, որ կարող է ինքը նեգատիվ էլ աշխատել, որ արդեն մարդիկ սկսում են վատ տրամադրվել ձեր բիզնեսի հանդեպ, որովհետև դուք վատ ձեր մարքետոլոգը սխալ ինֆլուենսեր մարքեթինգ կամպեյն արել ու սխալ մարդ հանդրել որ ներկայացնի ձեր բիզնեսը։ Լավ, մի հատ հարց տամ ու մի հատ պատմություն պատմեմ։ Քո կարծիքով այսօր Հայաստանի top 5 բիզնես ինֆլուենսերները ովքեր են, որոնց կարան բիզնեսները դիմեն, սա առաջի հարցս։ Անուններ չեմ ուզում տամ, որովհետև կախված իրանց ինդուստրիայից բիզնեսը իրա պետքա ոնց որ անի ում հետ կարող է աշխատել, հա, եւ պարտադիր չի մեծ անունների հետ աշխատել։ Նորից վերադառնում եմ դրան, որ հետևորդների քանակը դա կարևոր կոմպոնենտ չի։ Կարա լինի փոքր ինֆլուենսեր, որի մասին դուք չեք լսել, հիմա տենց որ անունը ասեմ կարող է չճանաչել, ունի 10,000 հետևորդ, բայց այդ 10,000 հետևորդը այնքան են հավատում այս ինֆլուենսերին, այնքան նեշիվո է, նիշ է սենց այդ բանի մասին են։ Ասենք պատկերացրեք, մի հատ սենց օրինակ, մենք մի հատ բան ենք աշխատել, բիզնեսին խորհրդատվություն ենք տալի ինֆլուենսեր մարքեթինգի հետ կապված, ասում է, մի հատ սիրուն աղջիկ է, իր հետ աշխատել ենք, մենք պամադայի կազմակերպություն ենք, իրար հետ համագործակցել ենք, ինք ունի այսքան շատ հետևորդ, մի հատիկ վաճառք չենք արել։ Ինչն ենք սխալ արել, ինչ են մեր մարքեթինգի մասնագետները սխալ արել։ Սկսում ենք նայել, հետազոտել, ինչ մի հատ հետաքրքիր ֆակտ ենք գտնում։ Այս աղջկա հետևորդների մեծ մասը տղամարդիկ են, 35+։ Հա, այսինքն audience mismatch-ը բիզնեսի բաների հետ, պահանջարկի հետ։ Ոչ մեկ այդ աղջկա հետևորդներից չի գնելու պամադա, ասինքն, շորտներկը։ Ինչ արեցինք, այս աղջկան մենք ուրիշ մի հատ հաճախորդ ունենք, կապեցինք, որոնք զբաղվում էին ծանոթությունների կայք ունեին, իրար հետ կապեցինք, իդեալական աշխատեց։ Հա, շատ կարևոր է ով են հետևորդները, որովհետև շատերը բիզնեսում ուզում են աշխատեն ինֆլուենսերի հետ, բայց չեն հասկանում, որ ինֆլուենսերը ընդհանրապես ոնց որ միջանկյալ մարդն է, որ ինֆորմացիան փոխացի այդ ինֆլուենսերի հետևորդներին։ Հա, այստեղ շատ կարևոր կոմպոնենտ է դառնում ով են հետևորդները այդ ինֆլուենսերի ու ինչքան փոքր է ինֆլուենսերը, այսինքն 10,000, այսինքն 10,000, 15,000, 20,000, այդքան ավելի նիշեվո են իր հետևորդները։ Հասկացա։ Քան սպეციფիկ են ու միգուցե ավելի լավ աշխատի փոքրի հետ աշխատել։ Հասկացա։ Մի բան պատմեմ, որ մի անգամ նամակ եմ ստանում, բարև հարգելի Ջոն, ձեր IQOS-ը պատրաստ է, մեր մոտ է, կարաք մոտենաք վերցնեք ու նամակը եկել է Philip Morris ընկերությունից։
Նայում եմ, ես եմ որ չծխելու, ինձ որպես ինֆլուենսեր են թիրախավորել, գործարար, ով նաև կարա մեր արտադրանքը սպառի ու դրա մասին պատմի, դե զանգում եմ, բան, այնտեղ մի քիչ խառնվում է, ինձ զանգում է հիմա մեր ընկերներից Տաթևիկը, ասում եմ Գրիգոր ջան կներես խառնել ենք, ասեմ նախ Ջոնը հələ ոչինչ, որ Գրիգորը խառնել եք Ջոնը եկել, բազայով չգիտեմ, CRM-ով Ռասիլկա եղել, այդ հələ մի կողմ, բայց ես չծխող եմ ու այն մոլի չծխող եմ, էլի ինձ ծխախոտի այքոսի բան առաջարկել է, այդ ասենք կոնֆլիկտ, հետո ընկերներ դա առանք բան, ես իրանց մոտ տրեյնինգ արեցի։ Target են արել, ինչ որ տես լիստ են հանել, չեն ֆիլտրել լիստը, տես բան են արել, էլի։ Շատ Շատ տենց հետաքրքիր կոմպոնենտներ, հա, ու ինֆլուենսեր մարքեթինգը բավականին տենց բոլորին թվում է դա թռուցիկ ինչ որ բիզնես է, հա, բայց բավականին լուրջ կոմպոնենտ է ընդհանուր մարքեթինգային ցանկացած մարքեթինգային արշավների մեջ, որովհետև եթե մենք տեսնում ենք էլի 5-6-7 տարի առաջ մարքեթինգային բյուջետների 5-7% գնում դեպի ինֆլուենսեր մարքեթինգ, հիմա դա դարել է մինչև 60%-ը մարքեթինգային բյուջեների գնում են ինֆլուենսեր մարքեթինգի մեջ, որովհետև երբ որ մարդը խորհուրդ է տալի մարդուն, դա ավելի լավ աշխատում, քան թե գովազդը։ Իհարկե։ Հա մարդկային այդ հարաբերությունները միշտ էլ աշխատել է, չէ՞ բիզնեսի։ Որովհետև մեր էս արագ ոնց որ իրավիճակում, որ կյանքը շատ արագ է շարժվում, մենք չենք ուզում որոշում կայացնենք։ Այդ է մեծ ամենակարևոր բանը։ Մենք ուզում ենք, որ ուրիշը մեր տեղը ծամի, ասի սա համով է, դա կընդամենը վերցնենք, որովհետև մենք ժամանակ չունենք վերլուծենք, թե այս ապրանքն է լավը, թե այս ապրանքն է, այս ռեստորանն է համով, թե այս ռեստորանն է համով։ Թող ուրիշը գնա փորձի, ինձ ասի սա համով է, նոր ես գնամ փորձեմ, ոչ թե մտնեմ, հետազոտեմ, թե ինչ ունեն իրանք մենյուում, թե սրանք իրանք մենյուում ինչ ունեն եւ այլն, էլի։ Հա, հասկացա։ Լավ, արի վերադառնանք ակտիվներին, ակտիվներում ներդրումներ անելուն։ Ինչ ես կարծում այսօրվա աշխարհում ամենաբազային մի քանի ակտիվները որոնք են, որը կարա եւ իրացվելի լինի եւ ծավալներով որակապես քանակապես աճի, ինչ ակտիվներ հիմա մարդիկ ձևավորեն կամ ձեռք բերեն, որը այսօրվա դարում համարվում է այսօրվա դարի ակտիվներ։ Դե ես տարիներով իմ Facebook-յան էջում խորհուրդ եմ տվել արծաթին ուշադրություն դարձնել, հա, որը թրավ չէ, հա, եւ վերջի մի կես տարվա մեջ գինը տենց մի քանի անգամ աճել է, որովհետեւ շատ ուժեղ խնդիր կա աշխարհում, Չինաստանն է մյուս կողմից արտածը առնում է, չի վաճառում, որովհետեւ տեխնոլոգիաների մեջ է ինքը օգտագործում այսօրվա, չէ՞։ Եվ ինքը խնդիր կար ու դա հասկանալի էր, որ կար այդ խնդիրը, բայց իրա դեմ մի քիչ ուրիշ ուժեր են անում, կարճ պատմեմ, դարեր շարունակ արծաթն ու ոսկին եղել են մեր ինչ որ օգտագործման ամենօրյա գումարը, ճիշտ է, ասենք, հա, երկար տարիներ։ Եվ միշտ հարաբերակցությունը ոսկու գնի եւ արծաթի գնի եղել է 1:40-ի։ Հազարամյակներով, մոտավորապես, պլյուս մինուս, մի քիչ իջել, աճել, բան արել, հա։ Երբ որ ոսկուն դոլարից պոկեցին, հա, տենց սկզբում 30-ական թվականներին, հետո վերջնական 70-ական թվականներին, այդ թիվը փախավ։ Դարավ 100 մինչև 110, 120, հա։ Այսինքն ոսկին շարունակում էր աճել որպես ամենամեծ տենց ակտիվ, բայց արծաթի գինը շատ ցածր էր մնում։ Չնայած նրան, որ ոսկին շատ քիչ է օգտագործում իրական կյանքի մեջ, քան թե արծաթը։ Նամանավանդ հիմա արևային պանելներում եւ մնացած ուրիշ ավտոմեքենաշինության եւ այլ ուրիշ բաների մեջ, հա։ Եվ հասկանալի էր, պարզ էր, որ այդ բալանսը, որ հազարամյակներով եղել է, ինչ որ մոմենտ պետք է գա կանգնի։ Այո։ Բայց խնդիրը ինչի մեջ էր, աշխարհում վաճառում էին ավելի շատ արծաթ, քան թե իրականում գոյություն ուներ, որովհետև վաճառում են ոչ թե իրական տոննաներով արծաթով, այլ features-ներով, թղթի վրա գրածով, ես քեզ պարտքեմ այսքան արծաթ, դու այսքան արծաթ ինձ պետք է տաս եւ այլն եւ այլն։ Եվ ինչ տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ որ հասկացան, որ մի քիչ պրծնում արծաթը, մեծ կազմակերպությունները եւ մեծ զավոդները եւ մեծ պետությունները սկսեցին պահանջել այդ թղթի վրա գրած իրական արծաթը։ Եվ մեկ էլ ստացվեց, որ այդքան արծաթ պահեստներում գոյություն չունի։ Այդքան արծաթ, ինչքան թղթի վրա վաճառել են, չկա։ Հա, եւ այդտեղ պանիկա սկսեց եւ կամած սկսեց մոտիկանալ արծաթն իր ռեալ գնին, որ ինքը կար, հա։ Այսինքն, եթե չեմ սխալվում, հիմա մի գրամը արժի մոտ մի 63 մի գրամ չէ, մի ունցիան 31.1 գրամը
արժի $62-63, ես օգոստոսին գնեցի 38-ով ու մտածում եմ որ թանկ եմ գնել, այտենց մի քանի հատ, դու ես ավելի շանս կոպեկներ եմ գնում կոլեկցիոնի, ավելի այդ տեսակետից ներդրումային կոպեկներ։ Իսկ թվում էր թանկ է, բայց հիմա ասենք համարյա կրկնապատկվել այդ գումարը, երբ որ ասենք 2 տարի առաջ այդ գինը 25-30 էր։ Հասկացա։ Դա մեկը, երկրորդը, եթե ներդրումներից խոսանք, stock market-ը, հա, այսինքն ինչ-որ բաժնետոմսեր գնելը, ես միշտ ասում եմ, որ ոնց որ դա պետք է առնել եւ մոռանալ, հա, դրանց մասին։ Երբ որ ինձ հարցնում են, ասում են, ինչ կազմակերպության բաժնետոմսեր առնենք, որն է լավը, որովհետեւ դե հարավոր կա։ Պարզ մի հատ խորհուրդ եմ ձևավորել, որ ես միշտ օգտագործել եմ, առնում եք այն կազմակերպությունների բաժնետոմսերը, որի պրոդուկտներից դուք օգտվում եք։ Այսինքն, եթե դու ունես iPhone հեռախոս, գնա առ մի քիչ Apple-ի ստակ։ Հա, ունեք Android հեռախոս, առեք Google-ի ստակ։ Հա, ինչ եք ձեր Դու BMW ես վարում, կառնես BMW-ի բաժնետոմս։ Իհարկե, ամեն ինչից մի քիչ Չէ, բայց նայ BMW ավելին ասեմ։ Չէ, դե եթե ունեն իրանք իհարկե ինչ կամ իրանք ունեն, կամ իրանք parent company ունեն, որը մեջ ընդգրկված են, եւ մնացած ուրիշ ինչ որ բաժնետոմսեր էլի։ Okay, գերմանական ավտոպրոմը հիմա մեծ տեմպերով գավիժում է համատած ճապոնական, չինական ավտոպրոմի։ Դրա համար սա որպես ես սենց եմ ասում, եթե ես օգտվում եմ, ես նոր ավտո գնում եմ իրանցից կամ նոր այդ product-ը շարունակական օգտագործում եմ ու ես գոհ եմ, Okay, ուրեմն իրանք պրոստ ինչ որ քրիտիկական հիմաբան է, դրա համար եմ ասում երկարաժամկետ պիտի լինի ներդրումը։ հա, իդեպ կներես մի բան էլ ասեմ, ես ինքս մեքենաների գների արժեզրկման այդ ահագին հաշվարկներ ունեմ, դու 7-րդ սերնդի BMW-ս չէ՞ վարում, ճիշտ եմ հիշում, չէ՞։ 7-րդ սերնդի BMW-ն համարվում է մեքենաների մեջից ամենաշատ արժեզրկվող մեքենան, այսինքն դու առել ես ենթադրենք նոր ժամանակ $100,000, հիմա այդ մեքենան կարող է ասենք, չգիտեմ, $20,000-ով դժվար լինի ծախել, էլի։ Հիմա մի կողմից դու շատ հաջողակ ինվեստոր ես լիքը ստարտափներում, բաներում, բայց քո անձնական օգտագործման մեքենան ինքը որպես ակտիվ ամենաարժեզրկվող ակտիվներից մեկն է։ Դե դա է մի հատ ուրիշ կոմպոնենտ, որ պետք է հասկանալ, որ ինչ որ բաներ կա, որ արժեզրկվում են, ու իրան չես նայում որպես ներդրման գործիք, որովհետև եթե տենց լներ, որպես աճիկ, արդեն ես կարող եմ սամակատ պրոստը առնեմ, մտածել այդ գումարը, ասենք կամ բանան է, հա։ Կամ Toyota օրինակ, կամ Հա, Lexus։ չէ, իդեպ ավելին ասեմ, ես Ամերիկայում ունեմ Toyota ավտոմեքենա, որը շատ մեծ հաճույքով դա ավտոմեքենաս ունեմ արդեն երևի 17 տարի։ Ու մինչև հիմա պահում եմ արտակարգ աշխատում է։ Ասենք Toyota-ի ու ես կարող նույն գնով ծախես համարյա պլյուս մինուս ինչ որ առել ես։ 17 Ամերիկա գնացել եմ այդ ավտոմեքենան գնել եմ, հա, ու մինչև հիմա ինքը ոնց որ գարաժումս կանգնած է, երբ որ պետք է լինի մեկ-մեկ այդ ավտոմեքենան քշում եմ, ասենք ինքը շատ հինա չեմ նեղվում այդ ավտոմեքենան քշում, որտեղ ես իրան շատ եմ սիրում, որպես ինքը ինձ միշտ երբևիցե պատվածից չի արել։ Դա նշանակում է որպես կազմակերպություն ես հարգում եմ Toyota-ին ու շարունակական ոնց որ Toyota-ն իմ համար այն բաժնետոմսերից է, որի մեջ ես ներդրում կանեմ։ Բայց եղել է իմ կյանքում, որ ինչ որ տարբեր product-ներ, որից ես հիասթափվել եմ, տեսել եմ ոնց են իրանք հաճախորդներին վերաբերվում, եւ դա ասենք ոնց որ վաճառել եմ դուրս եմ եկել, ու այդ ժամանակի ընթացքում իրանք այտենց վատ գնացել են, էլի, այտենց գործերը։ Այդ հետաքրքրությամբ, այո։ Ընտիր։ Դե վերադառնամ քո անձին, ինչ ես կարծում դու որպես գործարար, որպես ներդրող, նաև մարդով ահռելի գիտելիք ու փորձ ունի, ինչ հիմնական կարողություններ ունես, որը քեզ օգնում է այս ամեն ինչը անել, հա։ Ինչ հիմնական հատկություններ ունես, այս հարցը ես տալիս եմ, մյուս հարցը տալու ոնց որ կոնտեքստ եմ ստեղծում, այդ հատկություններով ծնվում են, թե դու ձևավորել ես կյանքում։ Երևի ինչ որ մի կոմպոնենտը երևի բան եմ արել, ծնվել եմ, հա, որովհետև իմ մեջ դեռ մինչև հիմա կան երեխայական այն հետաքրքրասիրությունը, հա, որ անդադ հարց ես տալիս։ Իսկ երազում ես դուրը։ Հա, տենց անդադ ինչ որ տարբեր բաներ։ Քո երազանքները կատարվում են, չէ՞։ Ավելի շատ ես եմ սպանում այդ երազանքները, քան թե իրենք հասցնում են կատարվել։ Հա, ինչ եմ Դա մի հատ ուրիշ խնդիր է, որը ինձ շատ երկար ժամանակ չի թողել, որ ես իմ բիզնեսը սկսեմ։ Այսինքն overthinking եմ արել, բան եմ արել, ասենք, հա, որ տենց մտածել եմ, որ այ նրա համար, որ ես էսի կարողանամ անեմ, պիտի էսել ունենամ, այսինքն ես
մի քիչ իմ տենց ասած մտածելակերպով միշտ ամեն ինչ մտածում եմ շատ մի 10 քայլ առաջ։ Հաշվարկային, ամեն քայլը հաշվարկած է եւ միշտ դա բերելն եմ, որ այս բիզնեսը ուզում եմ սկսեմ, չէ, չի լինի, որտեվ սա, որտեվ այստեղ խնդիր կունենամ, արի չանեմ։ Հա, ու ինձի տենց այդ մտածելակերպը շատ դժվար է եղել փոխել, ջարդել, ձևափոխել, որ պետքա սկսել եւ խնդիրը կգա նոր կլուծես այդ խնդիրը, ոչ թե ուղեղիդ մեջ կհասկանաս, որ խնդիր է, կմտածես, որ չարժի դա անել, էլի, ոնց որ այդ է խնդիրներից մեկ եղել։ Մյուս կողմից այդ հետաքրքրասիրությունն ա եղել, որ ինձ բերել է նրան, որ ես շատ տարբեր ուրիշ ինդուստրիաներից ինֆորմացիա եմ ստացել, որտեղ ինձ ինչ որ պահին դա հետաքրքրել է, ես խորացել եմ դրա մեջ, կարդացել եմ, գիտելիքներ եմ ձեռք բերել, խորացած, որ հետո ինչ որ պահին հասկացել եմ, որ շատ կարևոր է եւ պետք է եղել, հա, տենց ինձ ասած։ Նույն այդ արհեստական բանականությունը, ես երբ որ զբաղվում էի բիզնեսների խորհրդատվությամբ եւ մարքեթինգով, ուզում էի հասկանալ, թե ինչ կարելի է, ոնց կարելի է խնդիրները ավելի ավտոմատիզացնել։ Ահա, արհեստական բանականություն, գնացի, կարդացի, հետազոտեցի, վաղ ChatGPT չկար, տարբեր գրքեր, տարբեր ինչ որ կայքեր, հասկացա, որ ահա, ես ինչ որ գիտելիք ունեմ եւ արժի սա օգտագործել։ Եվ այդպես մնացած ուրիշ ինդուստրիաներում, որ ասեն գնացել եմ եւ ինչ որ տարբեր փորձեր եմ ձեռք բերել, որի մասին ասենք այտենց որ ինձ օգնում են տարբեր բիզնես process-ներում, էլի։ Հասկացա։ Լավ, էլ հետաքրքրասիրություն, էլ ինչ գծեր ունես, որը որ քեզ օգնում է դու ցանկություն խնդրեմ լուծելու անդադ, էլի, այսինքն իմ երևի էլի տարիների ընթացքում բանն է, որ իմ ուղեղը անդադ մտածում է խնդիր լուծելու մասին։ Այդ էլ է մի հատ կոմպոնենտ, որ երբ որ ես մտածում եմ իմ բիզնեսը սկսելու մասին, խնդիր ունեի, թե ինչ բիզնես սկսեմ։ Երևի նոր սկսող բիզնեսներին մոտ ին առաջին խնդիրն է, չէ՞, ինչ բիզնես սկսենք։ Ու ես էլ ինչ որ իմ մոտ առաջանում էր անդադ խնդիր, ինչ բիզնես սկսեմ, ասացի, լավ, ոնց կարելի է ուղեղս տրենիրովկա անել, սկսեցի օրական թղթի վրա գրել 3 հատ խնդիր, որ ես տեսնում եմ եւ ոնց կարելի է դա լուծել։ Ամեն օր առանց կանգնելու, թվում է հեշտ է, չէ՞, տենց լիքը խնդիր կա աշխարհում, բայց տենց մի քանի շաբաթ հետո հասկացա, որ տենց ես շատ նեղ աշխարհայացքում եմ ապրում եւ բրծել են խնդիրներ, էլ ինչ խնդիր կար, արդեն կրկնվում են։ Արդեն հասկացա, որ ահա, այսի իմ լիմիտն է, պետք է աշխարհայացքը մեծացնել, նոր բաների մասին իմանալ, որ նոր խնդիրներ տեսնեմ իմ կյանքում, մեծ մարտահրավերներ լինեն։ Եվ ինձ ստացվեց, որ ասենք մի տարի հետո 1000-ից ավել գաղափար ես ունենում։ Հա, հետո ասում ես, լավ, արի Pareto-ի օրենքը օգտագործեմ սրա վրա, որ 20%-ն է 80% հաջողության բերելու, այն 80%-ը գցում ես 200-ը տակը տենց գաղափար ամենում, որ տենց բոլեմենի մի քիչ adekvat են, դրա մեջից ընտրում ես ընդամենը մի տոկոսը, որը 2 հատ գաղափար ալնում։ Ու քեզ ընդամենը մնում անել, էս եմ անելու, թե էս եմ անելու, որոշում կայացնես։ Հա, բայց երբ որ ես դա արեցի, երբ որ ես դա հասկացա, հետո հասկացա, որ այդ մեխանիզմը այնքան ուժեղ եմ խոդի գցել։ Հիմա դժվար է կանգնացնել, որ անդադ ինչ տեսնում եմ, ոնց որ մտածում եմ, ոնց սա լուծեմ, էլի։ Բայց դա տանում է հավելյալ էներգիա ուղեղից, որ անդադ ուրիշ կողքի բաների մասին ես մտածում, ոնց լուծես այդ խնդիրները։ Դրա համար ոնց որ զբաղացնում եմ ուրիշների խնդիրները լուծելով, որ համ դա փող գումար գոնե կամ կբերի, էլի։ Հասկացա։ Ընտիր, պատկերացրա քո ներդրումներից մեկը, որը որ արել ես ու մոռացել ես, զանգ է գալիս քեզ այդ կամպանիայից, ինչ որ մի ընկերությունից եւ կառավարիչը ասում է, «Ռեմ, գիտես, ինչ որոշել ենք այս տարի շահաբաժին բաժանել ու քո շահաբաժինը $1 միլիոն է, ենթադրենք, չգիտեմ, 5 տարում կուտակվել է $1 միլիոն ու մինչև ամսվա վերջ քո հաշվին կնստի այդ գումարը, $1 միլիոն, 385 միլիոն դրամ։ Ինչ կանես այդ գումարը»։ Որ ասում եմ բանը, պարտքերս գտամ, հետո էլ ասում եմ մնացածն է թող սպասեն, հենց այդ կատակի բանով։ Իրականում նա պետքա ճիշտ հասկանալ, թե որն է հիմա իրականությունը եւ ինչն է next goal-ը, հա։ Long term-ով եթե նայել, էլի նորից ես կմտածեմ ոնց բաժանեմ մի քանի տարբեր զամբյուղների մեջ ներդրում անելու։ Դա չի գնալու մի հատ ինչ որ մի բան անեմ, այդքան գումարի, տանեմ միտեղ, դա լինելու է բաշխում մեծ հավանականությամբ տարբեր զամբյուղների մեջ, որոնք իրար բալանսի կբերեն, հա, որովհետեւ մենք ապրում ենք ինչ որ տարբեր կրիզիսային սիտուացիաներում, որ դա ինքը ցիկլիկ է, հա, տենց է։ Դրա համար ասացի, ինչ որ կարող է
մի կտոր գնա նույն արծաթ եւ ոսկու ինչ որ տենց բաների մեջ, ֆոնդերի մեջ, ոչ թե ֆիզիկական, տենց ոսկին կիլոյով բերես ամ արծաթը տունը դնես, այլ ինչ որ ֆոնդային բանի մեջ, որ հեշտ է իրան վաճառել համել, որովհետեւ ինչի համար հիմա ինչի է արծաթն ու ոսկին բարձրանում, որովհետեւ դավերյան մնացած ուրիշ գումարների թղթային փողի ընկել է։ Նա բերում է նրան, որ այնի բարձրանում է։ Ներդրում ինչ որ ստարտափների մեջ կգնա ներդրում ինչ որ բաժնետոմսերի մեջ եւ երևի ինչ որ երևի ես կասեի 40-50%-ը անշարժ գույքի մեջ կդնեի։ Բայց բիզնես կոմերցիոն ինչ որ անշարժ գույքի մեջ, ոչ թե այդպես ինչ որ բաների, հա։ Մեր ընկերներից մեկը 2 օր առաջ մի գործարքով աշխատել էր $150,000, մեծ գործարք էր արել ու $150,000 գումար էր իրան դրանից եկել, դեպի իմ հյուրերից մեկն է ինքը եղել։ Ու ինքը էլի քո նման ասաց տեղ եմ ներդնելու այնտեղ, արա սիլը մի վարքյան էլի կա գումար, որը քո վրա կծախսես կամ քո ընտանիքի։ Հիմա նույնը քեզ եմ ուզում հարցնում, այդ 1 միլիոնից կա ինչ որ գումար, որը քո համար ինչ որ մի բան կառնես, ինչ որ մի բանի վրա կծախսես, զուտ վայելելու առնել չէ, բայց ճանապարհորդություն երևի ավելի ինչքան experience։ Նայեք, իրականում գումարը չի բանանում այդ authentic experience-ը, հա։ Պարտադիր չի ծախսել միլիոնավոր դոլարներ, որպեսզի որ դուք տենց լավ experience ստանաք, հա, ու ծիծաղելու է, որ հետ ենք նայում այն ժամանակները, որ ասենք, չգիտեմ, աշխատում էի առաքիչ, ասենք հա տենց մի կոպեկ գցածով հնարավորություն ենք ունեցել կնոջս հետ գնացել ենք Եվրոպա, չգիտես խի այդ հիշողությունները ավելի թանկ են մեր համար, թե ոնց ենք մենք ընտրել, ինչ որ տեղ մնացել, հա, կարողա ոնց չգիտեմ 5 աստղանի հյուրանշեր, 3 աստղանի ինչ որ տենց տեղեր, հա, բայց դա ավելի հիշողությունները ավելի հաճելի են, քան այն որ տենց 5 աստղանի կրուիզ ես գնացել, որտեվ կարևորը ոնց ես անցկացրել, միջավայրը, հաճույքը, ոնց ինչ էմոցիաներ է դա բերել, ոչ թե ինչքան փող ես դրա վրա ծախսել։ Դրա համար ճանապարհորդությունը, ոնց որ մենք շարունակական դա անում ենք ընտանիքում, բայց պարտադիր չի որ մեծ գումարների հետ կապված լինի, որ հաճույք ստանալ։ Այսինքն նույն կարելի է պրոստ ասենք նույնը խոսում էինք էլի վերադառնանք ռեստորաններին, կարանք կնոջս ենք նստենք ավտոմեքենա, գնանք հասնենք Յասաման, ոչ թե Երևանինը, այլ ասենք Սևանինը, իրար հետ հաճելի ժամանակ անցկացնենք լճի ափին, հետ վերադառնանք, դա մեզ ավելի թանկ լինի, քան թե ասենք, չգիտեմ, գնանք կրուիզ մի շաբաթ ինչ-որ ծովում անցկացնենք, էլի։ Դրա համար գումարայինը ստեղ դա միշտ եղել է ու դա գումարի հետ հեչ կապված չի։ Հասկացա։ Ես օրինակ այդ գումարի 10%-ը $100,000 կբաժանեի 20 մասի, այսինքն $5,000 եւ դիմացի 2 տարվա ճամփորդության պլան միանգամից մի հատ տուրիստական ընկերության հետ կասեի ինձ տուր 20 երկիր, որտեղ կարելի է լինել $5,000 շուտ առնելուց էլ կարելի է մի 30% էլ էժան առնել, այսինքն կարելի է ես տարին մոտավորապես 10 անգամ տարբեր երկրներում լինում եմ ու կարծում եմ դա եւ հաճույք է եւ ներդրում է ինքը experience ներդրումը շատ կարևոր է։ Այդ իմաստով կարծում եմ ճամփորդելու վրա գումար ծախսելը դա ներդրում անելն է իմ կարծիքով, էլի։ Իսկ այն $900,000 կվերցնեք կգայի կասե ռեմ ինչ անենք։ Կարանք իրար հետ նստենք մտածենք ինչ կարելի անել։ Տենց ոնց որ ուրիշ ինչից հետաքրքիր է քեզ։ Լավ, հիմա սենց ասեմ, մենք խոսացինք իմ արհեստական բանականությունից, մարքեթինգից, ստարտափներից, քո կարծիքով էլ ինչ հետաքրքրություններ եւ տենց մասնագիտացած փորձ ես ունենամ, լավ, տենց։ Ինձ թվում է դասավանդման փորձ։ Դու նաև դասավանդել ես, դասավանդում ես։ Հա, դասավանդել շարունակական դասավանդում եմ, ոնց որ որովհետեւ դա իմ համար կարևոր մի կոմպոնենտ է նոր բաներ սովորելու, ավելի խորը մասնագիտացած, որտեւ եթե ես մի բան պետքա պատմեմ, ես պետքա շատ լավ դրա մասին հասկանամ։ Հա, չնայած նրան, որ ես նույն ասենք չեմ, ստարտափային փորձ ունեմ, մի բան է դու street smart ես, հա, այսինքն տենց մեջը թաթախվել ես, գիտես ինչա կատարվում, բայց մի բան է որ book smart լինես, որ կարողանաս ուրիշներին դա դասավանդես, ոնց է լինում ճիշտ ձևը, ոնց է գրքային ձևը, ոնց է մասնագետները ոնց են խորհուրդ տալի եւ այլն։ Դա իհարկե մի հատ կարևոր կոմպոնենտ է իմ կյանքի, որը շատ եմ սիրում դասավանդել, որից ես շատ ինֆորմացիա եմ ստանում ինքս։ Okay։
Դու նաև իհարկե սիրում ես տեկիլա, քո չեմ գնում ես դուրս տեկավարծը։ Լավն է, հա։ Քո ու տեկիլայի կապի մասին մի քիչ պատմի։ Ինչքանով այդ խմիչքը քո համար, հա, ոնց որ քո կյանքում տեղ ունի եւ առասարակ ոգելից խմիչները ինչքանով տեղ ունեն։ Տենց չի ասի, որ շատ խմիչքի սիրար եմ, մոտ հակառակ խնդրեմ կա։ Ամեն անգամ ճանապարհորդելուց տենց մի հատ լավ որ խմիչք եմ տեսնում, գինի կամ տեկիլա կամ ուրիշ ինչ որ հետաքրքիր խմիչք գնում եմ, բայց այդքան արագ չեմ խմում, հա, տենց շատ եզակի դեպքերում լավ մարդկանց հետ, հա, տենց ասած, ու ստացվում է որ արդեն շատացել է իմ խմիչքի կոլեկցիան ավելի շատ է, տեղ չկա արդեն դնելու, քանց թե բան էլ արդեն սա մի հատ առանձին սենյակ է պետք գալը, որ կարողանամ այդ խմիչքները պահեմ։ Ես ավելի սիրում եմ ոնց որ հաճույք ստանալ, ոչ թե տենց խմել, հա, դրա համար նույն բոլորի համար տեկիլան դա որ լցնենք խմենք, հա, բայց իմ համար ինքը կոնյակի նման նույն ձև պետք է իրան հաճույքով խմել, դանդաղ խմել եւ հասկանալով խմել, որովհետեւ ինքը հնեցված խմիչք է։ Եթե վերցնում ենք անիհո տեկիլան, ինքը հնեցված խմիչք է, ինքը նույն տակառների մեջ է հնանում մինչև 3 տարի, որ իրա տես շատ սպეციფიկ համն է տալիս։ Ու տենց երկար տարի Կալիֆոռնիայում ապրելուց կամ ես սովորում ես էլ տեկիլա խմել, որովհետեւ Մեքսիկոն մոտիկ է։ Հա, հասկացա։ Տենց բան է լինում։ Հատիր։ Իսկ այդ դեպքում գալով արդեն քո անձին կա էլ ինչ որ մի ոլորտ, որտեղ դու կա զբաղված ես ու դրա մասին քիչ մարդ գիտի։ Ասեմ հետաքրքիր բան։ Օրինակի համար ես շատ ժամանակին խորացել եմ առողջ ապրելակերպի եւ ճիշտ սնվելու եւ քնելու մեջ, որի մասին ես համարյա ոչ մի հատ չեմ տենց բարձրացնում խոսում, մենակ ընկերական շրջապատներում, շատ բավականին խորացել եմ process-ների մեջ, թե ինչի է տեղ ունենում, ինչքան կարևոր է քնելը, ինչքան կարևոր է ինչ որ ուտելիք ուտելը կամ չուտելը, հա, դրան մասին է ժամերով, ել չասած, որ տարիների ընթացքում ին վրա մի քանի 100-ից ավել հավելումներ եմ փորձել, որոնցով փորձել եմ իմ productivity-ին բարձրացնեմ եւ ավելի լավացնեմ, տենց ասած ուղեղի աշխատանքները, հա, տենց ասած։ Դա մի ուղղություն է, ուղղություն, որից երևի համարյա ոչ մեկ կուրսի չի, ես բավական մեծ նամականիշների հավաքածու ունեմ, Արմենիան է, այսինքն Հայաստանի հետ ինչ կապված շատ մեծ նամականիշների, այտենց շատ եզակի նամականիշներ ունեմ, որ մի քանի օրինակով են ընդամենը մնացել։ Մի հատ ուրիշ կոլեկցիա ունեմ նամականիշների շատ օրիգինալ, որը աշխարհում երևի 2-3 հատ նմանատիպ կոլեկցիա կա բավականին մեծ։ Հետի տենց այն հոբին, որ նստում ես, որ ստարտափերից հոգնում ես, ներդրումներից հոգնում ես, դա այն բանն է, որով կարողանում ես հանգստացնես ուղեղդ, էլի անջատես։ Դա երևի այլ ինչ։ Իսկ առողջ ապրելակերպն ու տեկիլան իրար հետ հնարավոր է համատեղել։ Թե եթե դուք այդպես ամեն օր չեք չարաշահում եւ խմելուց մի քիչ եք խմում, հակառակը խորհուրդ է տրվում նույն գինին, խորհուրդ է տրվում, չէ՞, շաբաթական 1-2 կավաթ խմել, որտեվ ընդհանուր անի համար Տաուրինը օգտակար է։ Ընդհանուր առողջության համար տենց ինչ որ տենց բուստ տալիս է շատ թեթև, բայց կներես մարքետոլոգները այստեղ մեծ նոու-հաու են արել, համոզել են մարդկանց, որ գինին ռադիացիային օգտակար է։ Դե վաճառքի համար են արել տարիներ առաջ, դա մարքեթինգային խոտ է եղել, որ կարողանան գինին վաճառել, ռադիացիա։ Բայց հա, ալկոհոլը ինչ որ քիչ բաներով, նույնքը իրականում լավ չի, բայց ինչ որ քիչ դոզայով եթե խմեք, ինքը ավելի ոչ թե էֆեկտ է տալի ալկոհոլը, այլ էֆեկտ է տալի ձեր դոպամինը եւ հաճույքը, ում հետ եք դա ժամանց անցկացրել։ Հա, տենց ասած։ Այսինքն հնարավոր է նույն ձեր ընկերների հետ նստեք ժամանց անցկացնեք, ասեք, խոսակ, զրուցեք, նույն դոպամինը ստանաք, նույն հաճույքի զգացումները ստանաք, առանց խմիչքի, բայց ցավոք սրտի տենց եթե ինչ որ ավելի խմիչք էլ ա եղել, մի քիչ որ ձեզ բացել ավելի անկեղծ իրար հետ զրուցել եք, էլ ավելի դոպամինային էֆեկտ է տալի ձեր մարմնին եւ ոչ թե խմիչքն է օգնում, այլ է ձեր անկեղծ լինելը եւ այդպես բաց խոսակցությունները, էլի։ Հասկացա։ Ընտիր։ Դե քանի որ մենք մոտենում ենք արդեն մեր դիալոգի վերջին հատվածին, շատ հետաքրքիր է քո հետ խոսալ, շփվել, սա բազմակողմանի հարցերին անդրադառնալ, հա, ներդրումներից մինչև առողջ ապրելակերպ, ակտիվներից։ Դրանից չխոսացինք, այդ ինձ թվում է առանձին թեմա, մի հատ կարելի է նստել խոսալ այդ թեմայով, որովհետև շատ հետաքրքիր էլի այտենց փորձ ունեմ,
լիքը բաներ այդ ուղղությամբ գիտելիք ունեմ, որ հետաքրքիր կլինի միգուցե լսել։ Դասի այդ իմաստով դու համաձայն ես, որ ամենաթանկ ակտիվը դա առողջությունն է եւ երիտասարդությունը։ Առողջությունը ինքը, տենց ասած, ես իրան միշտ տարբեր կոմպոնենտներ եմ բաժանում, հա, տենց ասել առողջությունը ինքը տենց general term է։ Պետք է հասկանալ տարբեր կոմպոնենտներ առողջության մեջ ինչ է մտնում։ Դա կարա լինի մեր պսիխոլոգիական առողջությունը, հա, այսինքն դա կարա լինի այն ուտելիքները, որ մենք ինչ ենք ուտում, հա, որից մեր մարմինը ստեղծվում է, դա կարող է լինի մեր քնելը, հա։ Դրա համար է տենց էլի կարելի է տենց մոտ մի ժամ ու կես էլ նստել զրուցել, թե ինչա առողջությունը իրանից ներկայացնում, հա, որովհետև մարդ կարող է գիտակից լինի, առողջ լինի, բայց չկարողանա շարժվել, դա ուրիշ առողջության խնդիր է, քանց թե ուրիշ մարդ, որ ասենք առողջ է ֆիզիկապես, բայց ասենք ուղեղը չի աշխատում լավ, որովհետև ինքը սխալ ուտելիքներ ա ուտում, լավ չի քնում, ստրեսի մեջ է եւ մնացած ուրիշ բաներ, որ իրան բլոկում են բիզնես անելու։ Դա էլ է դեպի ես ոնց որ երբ որ բիզնեսի հետ աշխատում եմ, շատ ժամանակ լինում է, որ մարդիկ այնքան ստրեսի մեջ են լինում, ու իրենք իրենց բիզնեսը չեն կարողանում ճիշտ պատկերացնեն եւ պետք է լինում այդ մարդուն տենց ասած այդ $5,000 կրուիզ ուղարկել, որ գնա հանգստանա հետ գա, որ կարողանա շարունակել իր բիզնեսը ճիշտ օպերացիոն անել, որովհետեւ ինքը շատ ժամանակ արդեն խանգարում է իր բիզնեսին։ Այո, համաձայն եմ, լրիվ համաձայն եմ։ Ու չի կարողանում կտրվի հանգստանա, ու այդ ինչ որ անդադ ոնց որ հավեձևի պատմությունն է, էլի։ Դա էլ է մի հատ կոմպոնենտ, դրա համար եմ ասում, այդ էլ որ այդ կոմպոնենտը սովորել եմ, դա էլ է օգնում նույն բիզնեսին, որ հասկանաս, որ առանց դրա էլ, որովհետև ցանկացած բիզնեսմեն ինքը միշտ բարձր ստրեսի տակ է աշխատում։ Ի տարբերություն ցանկացած ուրիշ աշխատակցի, որ պրոստը գնում է գործի գալիս է տուն, էլի։ Մինչև դա էլ չլուծես, քո բիզնեսը կարող է իդեալական աշխատի, բայց եթե դու այդ կարևոր գլուխդ լավ չի աշխատում, ոնց կարաս դու բիզնեսը ճիշտ կառավարես։ Դե ոնց նկատում ես, մեր հայ գործարանները դեռ չեն շտապում այդ քայլը անեն, քո ասած դուրս գան իրենց բիզնեսից, նույնիսկ խոշոր բիզնեսի սեփական տեր ունեն, ովքեր ամբողջության process-ների մեջ են, ու ես պատկերացնում եմ ինչ միավոր ժամանակի վրա 1 մմ մարմնի վրա ինչ նագրուսկա են գնում, երևի հավասարը մոտավորապես, չգիտեմ, արբանյակի մեջ գտնվող, բայց դա առողջության վրա ազդում է, իսկ հետո հետ բերել այդ կորցրած այդ խնդիրները միշտ շատ ավելի թանկ է լինում եւ միգուցե դաժե հնարավոր չի լինում։ Այդ դեպքում ես ուզում եմ քեզ այս հարցը տամ, կա կարծիք, որ Ջոբսը ինքը հաջողության սիմվոլ է, հաջողակ գործարար է եւ մարդը հաջողակ, բայց ինքը դրա համար վճարել է իր կյանքով, այսինքն այն գինը, որ վճարել է ինքը այդ ամենին ձեռք բերելու համար, հասնելու համար, այդ եղել է իր առողջությունը, նույնիսկ երբ որ իմացել է, որ ինքը քաղցկեղ ունի, ինքը շատ հետո է գնացել բժշկի, հնարավոր էր ինչ-որ բան անել, բայց ինքը այնքան է գործով զբաղված եղել, որ նույնիսկ դա է բաց թողել, այդ պահը, բուժվելու պահն է բաց թողել։ Ինչ ես կարծում, հաջողությունը դա ցանկացած գնով հասնելու մի բան է, թե կա գին, որը չի կարելի վճարել հաջողության համար։ Դե պետք է հասկանանք ինչի համար եք դանում այդ հաջողությունը։ Հա, որ նես չստացի, որ 5 տարի հաջողություն ունենաք, հետո 25 տարի բուժվեք, հա, տենց կամ շուտ ինֆարկտ ստանաք կամ ինչ խնդիր ունենաք, ըստ պետք է հասկանալ ինչ որ պահից ինչ եք դուք պատրաստ դնել կշեռքի այս կողմին, ինչ եք պատրաստ ստանալ այն կողմին, հա, տենց ասած։ Քո կարծիքով իր վճարած գինը եւ իր ստացածը ինքն որոշել, հա, ես չեմ կարող իր տեղը իմ ասեմ ինքը ճիշտ արել թե չէ, բայց ինքը ես հստակ համոզված եմ, ինքը հստակ հասկացել է ինչ է ինքը կորցնելու եւ ինչ է ինքը ստանալու եւ ինքը այդ որոշումը իր համար կայացրել է։ Եվ դա ոնց որ ամեն մարդու իր որոշումն է կայացնելու, ես ինչ եմ ուզում ստանամ եւ ես ինչ եմ պատրաստ դրա համար վճարել, այդ գինն եմ պատրաստ վճարել, հա։ Ինքը այդ որոշումը հստակ ես հասկանում եմ, որ հասկացել է եւ վճարել է եւ պատրաստ է եղել վճարելու։ Հա, օքեյ, ինձ ավելի հարազատ է Ցոյի այն մոտեցումը, ինքը երգ ունի, չէ՞, ասում է, у нас есть чем платить, но я не хочу победы любой ценой։ Ինձ ավելի շատ այդ մոտեցումն է բան, որովհետեւ միշտ հաղթանակի համար վճարելու բան կա։ Կամ փողի համար, հաջողության համար դու բան ունես վճարելու։ Ամեն ինչ իր բանը գինն է։ Այո, հետեւաբար կա բան, որը չպետք է վճարես, կա բան, որը չգիտեմ, ինչ որ նույն օրինակի համար, որ նայում եք, ասենք, բավականին հարուստ մարդիկ են, իրանք վճարել են իրենց ընտանիքի հետ հարաբերությունները փչացնելով, որովհետև գործի մեջ են եղել, քանդվում են, բաժանվում են մարդիկ, երեխաների հետ չշփվում եւ այլն եւ այլն։ Դա էլ ուրիշ գինն է, որ իրանք վճարել են
հետո արդեն շատ դժվար է մետի նորից վերադարձնել դա իր հունի մեջ, էլի։ Դե կապիտալիզմը իր այսպես ասած կանոններն ունի ու երբեմն կապիտալիզմը կլանում է։ Տես դու ասում ես Ջոբսը գիտակցում էր, իսկ իմ կարծիքով կա մի հատ հոգեվիճակ, երբ որ բիզնեսը քեզ նենց է կլանում, որ դու ավտոմատ ռեժիմով ես։ Ջոբսին պատկերացնելով ինքը լավ հասկացել է, Հա։ իրան չի կլանել, ինքը հստակ հասկացել է ու ինքը այդ գինը պատրաստ է վճարելու իստում։ Okay։ Դե ես կցանկանամ, որ մեր գործարարները թանկը վճարելով էժանը չառնեն, ինձ թվում է Շատ կարևոր է այդ work-life balance-ը։ Այդ Այո։ ամենակարևորը, որ ինքը ինչ որտեղ պետք է հասկանա, որ ասում է աշխարհի բոլոր փողերը չես աշխատի, իհարկե։ ինչ որ տեղ կա, որ պետքա քեզ ոնց որ stop տաս, հասկանաս երբ պետքա կանգնես, երբ պետքա գնաս հանգստանալու, ինչքան պետքա հանգստանաս եւ այլն։ Ընտիր, եւ վերջին հարցը այսօր որ ուզում եմ քեզ տամ, իմ կարծիքով հարուստ մարդ են մարդն է, ով ունի փողից ավելի թանկ բան։ Որն է փողից ավելի թանկ ակտիվը Ռեմ Դարփինյանի համար։ Ժամանակը։ Իմ համար դա ժամանակն է, դա միակ ռեսուրսն է, որ անհնար է վերադարձնել։ Հա, տենց ասած, տեխնիկապես ժամանակից հետո բխում է մնացած ուրիշ բաները, բայց դա ամենաթանկ ռեսուրսներից մեկն է, որը ոչ մի ձև չի լինում հետ, ոչ կանգնացնել, հա, ոչ հետ բերել, ոչ ինչ որ ձև վերականգնել։ Ռեմ մի հարց էլ եկավ մտքից, ուզում եմ դա էլ տամ, դու շատ ստարտափների ճակատագրի վրա կարաս ազդես մի այով կամ մի ոչով, դու այնպեսի մարդ ես, ում դիմում են, ով ժյուրի է լինում, ես արդեն նշեցի, ով մի հատ գնահատականով կարա մի ստարտափի ճակատագիր որոշի, եղել են քո կյանքում մարդիկ, ովքեր նույնքան կարևոր դեր են ունեցել քո կյանքում, ճակատագրի որոշման դեպքում դեր են ունեցել ու ում դու հիմա կցանկանաս շնորհակալություն ասես։ Եղել են ու կարային ավելի շատ լինեին, եթե ես մի քիչ եմ որ ասում եմ հայավարի չմտածեի, որ ես ամենախելոքն եմ, ես ամեն ինչ գիտեմ ու գնայի խորհուրդներ հարցնեի, հա, մի քիչ չգիտեմ, ավելի ամաչել ա եղել, որ ամոթա գնալ խորհուրդ հարցնել, թե մտածել եմ որ բանա, տենց մի քիչ հետ դժվար ասել, բայց հա եղել են մարդիկ եւ կան մարդիկ իմ կյանքում, որոնց հետ ես խորհրդակցում եմ եւ ինձ օգնում են եւ բոլորին շնորհակալ եմ, անհատական չեմ ուզում ասեմ, երևի ամենակարևորը կարող է կինս լինի, հա, որովհետեւ իր տարբեր ոնց որ նույն ոչ բիզնեսային բանով խորհուրդներով շատ բան իմ կյանքում փոխվել է, հա, տենց ասած, ու բերել է բավականին լուրջ փոփոխությունների իմ կյանքում, հա, եւ երևի ծնողներիս, որով ես էլի կարելի ասել սաղ կյանքս չեմ լսել, հետո տենց հետին թվով նայում եմ, ասում եմ արժեր այդպես լսել էլի տենց բան անել էլի, բայց ոնց որ այդ մեկը մնացել է մեջս այդ խորհուրդները, կարող է չեմ լսել ժամանակին, ուշ եմ սկսել օգտագործել, բայց դա մնացել է էլի, դե երկու կոմպոնենտ։ Ընտիր, եւ մի հարց էլ տամ, որտեվ հարցից հարց է գալի, ինչ խորհուրդ կտաս այսօրվա այն ստարտափներին, ովքեր քեզ գալիս են, դիմում են, ուզում են սկսեն ինչ որ մի բան կամ արդեն սկսել են, քո փորձը հաշվի առնելով այսօրվա աշխարհի կապիտալիզմի կանոնները հաշվի առնելով, այս ամեն ինչը հաշվելով երկու խորհուրդ մեր ստարտափներին։ Մեր նոր միալ կարևոր խորհուրդը տամ, սկսեք խնդրից։ Հա, ու խորացեք այդ խնդրի մեջ, ապրեք այդ խնդրով, հա, որովհետև ամենակարևորը ձեր կոմպոնենտը պիտի լինի ձեր խնդրը։ Ցավոք սրտի մեծամասնությունը ստարտափներն ում հետ ես շփվում եմ, որոնք ոնց որ սխալ ճանապարհով են գնում, իրենք խոսում են իրենց լուծման մասին։ Հա, երբ որ իրենք սկսում են պատմել իրենց product-ից, իրանք պատմում են թե ինչ են իրենք սարքել։ Ես ասում կանգնեցնում եմ, ասում եմ պատմի ինչ խնդիր ես, ում խնդիրն ես լուծում եւ ինչ խնդիր ունես։ Մի երկու բառով ասում եմ, նորից վերադառնում է իր բանին, հա։ Ձեր համար ամենա ոնց որ տենց կարևոր բանը պետք է լինի ում խնդիրն եք լուծում եւ ինչ խնդիր եք իրենց, ինչ գլխացավ եք իրենց համար լուծում։ Երբ որ դու դա դնում եք առաջնահերթ որպես ձեր խնդիր, մնացածը ընկնում է տեղը, հա։ Պետք է սկսել այդ կոմպոնենտից, ոչ թե ես լավ գաղափար ունեմ, էսի սարքեմ, հետո տանեմ մտածեմ ում վրա կարող եմ վաճառել։ Սխալ մոտիկացումը։ Դա երևի ամենակարևոր կոմպոնենտն է, որով
պետք է սկսել Մտնել, բիզնես, այո, մտնել այո, բիզնես էլի։ հասկացա։ Դե, շնորհակալ եմ։ Մենք շատ հետաքրքիր մոտ ժամ ու կես խոսացինք, ժամ 20 րոպե խոսացինք, Ռեմ ջան, շնորհակալ եմ, որ եկար։ Շնորհակալ եմ հարցերի համար, տենց լավ բավականին մանրամասը քննարկեցինք, Տարբեր խոսացինք անկյուններից։ տարբեր անկյուններից։ Հույս ունենամ այս ոդքասթի շարքերում, այս ոդքասթը լսելուց, ուրիշ քո ոդքասթի շարքերը լսելուց մի հատիկը տենց ասում եմ, մի հատ ամեն աղյուս սենց ավելացնելով իրար վրա գումարվելով դա ինչ որ մարդկանց ֆունդամենտը կդառնա ապագա բիզնեսի, հա, որովհետև մի գաղափար ստեղից, մի գաղափար ընդեղից, մի հատ միտք այստեղից, որը ուրիշ անկյունից է ներկայացնում, հա, բիզնեսմենը իր անցած փորձով դառնում է այն հիմքը, որով նոր սերունդը պետք է իր բիզնեսը սկսի, օգտվելով մեր սխալներից, մեր անցած փորձից, որովհետև մենք ժամանակ չունենք շատ սխալներ թույլ տալու, մեզ պետք է արագ հաջողությունների հասնել եւ ուրախանալ բոլորիս հաջողություններով։ Համաձայն եմ։ Հարգանքներս, Ռեմ ջան։ Ես Դե մեկնաբանություններում գրեք ձեր հարցերը, Ռեմի եւ գրեք ձեր հարցերը եւ ինձ գրեք եւ մենք կընտրենք լավագույն հարց գրողին։ Մեկ անձը կարող է գրել 5 հարցից ոչ ավել։ Կընտրենք, իհարկե կպատասխանենք մեկնաբանություններում, հետո էլ կընտրենք եւ կհրավիրենք սուրճի եւ մենք երեքով կամ կարող է ձեր պարտներների հետ եք դուք գալիս, կնստենք կքննարկենք ձեր բիզնեսի եւ ձեր բարձրացրած ցանկացած հարցի լուծումը, բովանդակությունը։ Դե, առայժմ